Թեման մեր այսօրվա այն է, որ ինչպես է սատանան ներգործում մեր հավատքի մարդկանց կյանքի մեջ եւ ինչպես ենք մենք իրան սնուցում, ոնց է որ մեր մտածելակերպը կարա սնուցի սատանային, ոնց է որ մենք սնուցում ենք դևերին, ոնց է որ մեր բնավորության գծերը կամ իրավիճակները թույլ են տալիս, որ սատանան օգտվի մեր հարթակներից, մենք ենք դառնում իր աղբյուրը սնուցման, ինչպես է դա կատարվում։ Եկեք տեսնանք ոնց է ընդհանուր ընթացքը։ Ի սկզբանե սատանան իրավունք չունի Աստծո զավակների կյանք ներխուժելու, բայց կան շատ իրավիճակներ, որտեղ որ սատանան փնտրում է դռներ եւ գտնում է այդ դռները, որտեղ որ բաց են արանքներ, հա, ճեղքեր, որտեղ որ ինքը կարա ներխուժի։ Հիմնականում դա կատարվում է մեր մտքի միջոցով, մեր մտքերի վրա ազդեցությամբ, բայց կա նաեւ իրավիճակ, որտեղ որ հավատքի մարդը արդեն իսկ դիվային ազդեցության տակ է եղել անցյալից եւ այդ ազդեցությունները դեռ գործում են։ Այսօր մենք չենք խոսելու այդ դիվային ազդեցությունների մասին, դա բացառիկ իրավիճակներ են, բայց կարան գործեն նաեւ աներողամտության եւ տարբեր իրավիճակների պատճառով այդ մասին առանձին քարոզ կվարեմ ես, հենց այդ դիվային ազդեցությունները եւ աներողամտության գաղափարը։ Այսօր մենք խոսալու ենք մեր մտքերի մասին, իրանց ազդեցության մասին, ոնց է սատանան կարողանում մեր մտքերի հոսքը փոխելով իր համար սնունդ գտնի, իր համար պաշար գտնի եւ մեզ տանի հիասթափության եւ հավատքի անկմանը։ Սատանան մեզ չի կարող իշխել, նա իրավունք չունի մեր վրա, բայց միշտ փորձում է գտնի ինչ-որ մի ճանապարհ, որտեղ որ ինքը կարա ներխուժի մեր տարածք։ Եկեք կարդանք Եփեսացիների 4:27 խոսքը, այստեղ ասվում է. «Եվ տեղ մի տվեք սատանային, եւ սատանային առիթ մի տվեք»։ Եթե Աստված ասում է տեղ մի տվեք, առիթ մի տվեք, նշանակում է, որ հավատացյալը տեղ կարա տա եւ առիթ կարա տա։ Սա Պողոս առաքյալը հենց նես չի գրել, որպեսզի մենք հասկանանք, որ դա կարա պատահի մեր հետ։ Եվ ո՞նց ենք մենք տեղ տալիս։ Ինչ է դա նշանակում։ Եթե մենք տեղ ենք տալիս, ինչպես ենք դա տեղ տալիս։ Այդ ո՞նց է կատարվում, որ ես առիթ եմ տալիս սատանային։ Ամենահաճախ դուռը, ինչպես որ ասացի, բացվում է մեր մտքի միջոցով։ Հենց ամենաթույլ տեղն է մեր։ Ամենաթույլ տեղը, որովհետև մեր մտքերը մարմնական մասն են մեր հոգին, Սուրբ հոգին եւ գաղափարը, հա, գիտակցությունը հոգեվոր մասն են, բայց միտքը անմիջապես կապված է մարմնական մեր մարդու հետ եւ ինքը այդ մարմնական մեր մտքերը կարողանում է օգտագործի, որովհետև մենք ձևավորված ենք ինչ-որ մեր անցյալի աշխարհի ժամանակաշրջանից եւ ինչ-որ բաներ կան մեր մեջ, որ մենք գիտենք, այսինչ իրավիճակը վախենալու է, այսինչ փորձը մեր կյանքի գործում է դեռ մեր կյանքում, այսինչ տրավմաներն են գործում մեր կյանքում եւ ինչպես որ մենք միգուցե մեզ այդքան լավ չգիտենք, բայց սատանան մեզ շատ լավ գիտի։ Ինքը գիտի մեր անցյալը, մեր ներկան, մեր ամեն ինչը գիտի։ Ինքը 6000 տարվա պատմություն ունի։ Մենք ունենք մեր պատմությունը, մենք մեզ մանուկ ժամանակ չենք էլ հիշում։ Եթե մենք ընկել ենք փոքր ժամանակ, ինչ որ 2 տարեկան հասակում ինչ որ տրավմա ենք ապրել, մենք դա չենք հիշում, բայց սատանան այդ մասին գիտի եւ ինքը կարա մեր դեմ դա օգտագործի։ Կարա, իրավունք չունի, բայց կարա։ Եվ այդ ժամանակ գալիս է արդեն մեր անձնական կամքի օգտագործումը, որտեղ որ մենք մեր կամքով թույլ ենք տալիս, որ ինքը օգտագործի։ Եվ դա կատարվում է շատ հեշտ, ինչպես որ ի սկզբնական սատանան խաբելով Եվային համոզեց, որ ուտի, այդ նույն պատմությունն է, ինքը համոզեց, որ ինչ-որ մի բան այնպես չի, ոնց որ ինքը գիտի, եւ այդ ստով ինքը մտավ Եվայի ներաշխարը, որը կարա մեր ներաշխարել մտնի, հետո տեղափոխվեց Ադամի ներաշխար եւ այդպեսով դարձավ մեղքը։ Նույն ձևի էլ ինքը գալիս է մեր մոտ, ինքը մեր ներաշխար է մտնում, մի փոքր կասկածանքով, մի փոքր վախով, մի փոքր վիրավորանքով, մի փոքր հուսահատությամբ, մի փոքր անվստահությամբ Աստծո նկատմամբ, աղոթքի պատասխան ինչ ստանալու, անհամբերությամբ, ինքը մեզ անհամբերությամբ է նաև զինում մեկ-մեկ, մեզ բերում է դիսբալանսի։ Այդ դիսբալանսի մեջ մենք սկսում ենք կասկածել, թե մենք ով ենք, թե Աստծո զորությունը ինչքան ուժեղ է, այն ամենը ինչ որ Աստվածաշնչյան խոսքերն են, մենք սկսում ենք մոռանալ կամ երկրորդ պլան գցել։ Մենք սկսում ենք աշխարհիկ լուծումներ փնտրել նաև մեր իրավիճակների համար եւ այդտեղ է թակարդը։ Այդտեղ է թակարդը եւ մեր լուծումների համար
եւ արդեն սկսվավ այդ process-ը, որ սատանան սկսում է խմել մեր սոկը։ Ինչն է այդ սոկի պարունակությունը։ Այդ սոկի պարունակությունը մեր խաղաղությունն է, մեր ուրախությունն է, մեր վստահությունն է առ Աստված, մեր հավատքն է, մեր կայունությունն է։ Այդ ամենը ինքը խմում է մեզանից, հա, եւ ինքը շատանում է։ Եթե ուշադիր լինենք, ես մի հատ օրինակ եմ ուզում բերեմ, օրինակի համար։ Մենք շարժվում ենք դեպի այրոպորտ եւ մի քիչ ուշանում ենք, եւ այդ տագնապը սկսում է գործել քո վրա։ Սկզբից ասում ես ոնց որ ուշանում ենք, հետո ճանապարհին մի քիչ էլ ընդ պրոբկա է լինում, ասում ես չէ, հաստատ ուշանում ենք։ Արդեն ճանապարհի կեսին որ մի քիչ էլ ժամանակ անցնում, ասում ես արդեն լրիվ ուշացանք։ Այդ process-ը կատարվում է քո հետ եւ քո մեջի տագնապը շատանում է։ Ինչի՞ց է այդ process-ը շատանում, որովհետեւ ի սկզբանե դու հավատացիր, որ դու ուշանում ես։ Եթե դու ի սկզբանե ասեիր ես չեմ ուշանա, որովհետեւ իմ ճանապարհը վարում է Աստված եւ ես այդ մասին չեմ մտածում, դա չէր շատանա։ Բայց քանի որ մենք սկզբանե մի փոքր տեղ տվեցինք, որ մենք կուշանանք երևի, հետո անցանք, ասենք, այս պրոբկեն էլ մեր դեմնա հաստատ կուշանանք, հետո կեսից տենենք, որ չենք հասնում, ասում ենք, էլի իմաստ չունի գնալը։ Գալիս ենք այրոպորտ, տեսնում ենք մեր ինքնաթիռը մի ժամ ուշացում է, որովհետեւ մեզ է սպասել, կարելի է ասել, այդ մասին մենք չենք իմանում, բայց չիմանալով իրականությունը մենք արդեն ընկնում ենք սատանայի գիրկը, ոնց ենք ընկնում այդ անհանգստությամբ։ Մեր ուրախությունը ճանապարհի ինքը գողացավ։ Օրինակ ճանապարհորդություն ես ուզում գնաս, ինքը այդ ստրեսով գողացավ արդեն քո ուրախությունը։ Ինքը կարա նաև կռիվ գցի քո տունը դրանից։ Օրինակի համար ճանապարհին ամուսինը տավարում կամ որդի տավարում կամ կինը տավարում, ինքը կռիվ կարա գցի, հա, որ դու ճիշտ ժամանակին դուրս չեկար, դու սխալ բան արեցիր։ Մի փոճուր անվստահությունից, որ քո կյանքը կախված չի այդ ժամանակից, որ քո առաջ դրել է աշխարհը, քո կյանքը կախված է Աստծոց տված ժամանակից։ Քո գործերը աստվածային են։ Եթե ես ուշանում եմ այրոպորտ գնալուց, ուրեմն այդ դա որոշել է իմ Տերը։ Դա ոչ մի կապ չունի սատանայի հետ։ Եթե ես բաց եմ թողում այդ թռիչքը, ուրեմն այդ թռիչքի մեջ կար ինչ-որ մի բան, որտեղ որ ես չպիտի լինեի։ Այդպես պիտի նայի հավատացյալը իր իրավիճակներին, չտրվի այդ վախերին։ Եթե ձևավորվում է մի հատ իրավիճակ, որ ավտոն այրոպորտի ճանապարհին փչանում է, ոնց ենք մենք անում, վայ, փչացավ։ Բայց պետք է ասենք փառք Հստեր ջան, որ կարող է մի բան կար, որ ես չպետք է հասնեի այդ տեղը։ Վստահել Աստծուն եւ չնայել իրավիճակին դա մեծ հմտություն է։ Եվ հենց այդ փոքր բանով, որ արդեն մի փուճուր ինքը քո մեջ կասկածակցում, այդ կասկածը գսում է փաթաթել եւ սարքում է մի հատ մեծ բան։ Այդ մեծ բանը քեզանից խլում է շատ էներգիա, քեզանից խլում է քո խաղաղությունն ու ուրախությունը։ Եվ միգուցե դառնա նաեւ այդ ճանապարհի ավարտը, որ քո հիասթափությունը այնքան շատ լինի, որ չուզենաս էլ ոչ միտեղ գնաս։ Բայց եթե հենց ի սկզբանե դու մերժես այդ միտքը, ասես ես գերի եմ վերցնում քեզ, կասկածամտություն, անվստահություն, վախ, ես հրաժարվում եմ մտքից, ինքը իր ուժը կկորցնի։ Ուղղակի հենց այդ կետը, այդ կասենց ոսկե միջին կա, որ այդ ոսկե միջինը բաց ես թողում, արդեն կշեռքը ընկնում է իր կողմը, եւ այդ իր կողմը հենց ընկնում է, ինքը սկսում է արդեն փաթաթել եւ քեզանից հանել այն ինչ որ քո խաղաղությունն ու ուրախությունն է։ Մենք պետք է անընդհատ մտածենք դրա մասին, որ այն ամենը, ինչ որ կոչվում է վախ, անվստահություն, անհանգստություն, ինքը ուղիղ հակասում է հավատքին։ Ամեն ինչ սատանան ուղղում է մեր հավատքը գցելու համար։ Մի մտածեք, մենք իրան ուրիշ բանի համար պետք ենք։ Ինքը ամբողջ իր նպատակը մեր հավատքն է, որ խփի, որտեղ մեր հավատքի հետ է կապված մնացած ամեն բան, հավատքի հետ է կապված խաղաղությունը, հավատքի հետ է կապված մեր հաղթանակները, մեր ճանապարհների, մեր ոտնահատքերի ուժը, ամեն ինչ կապված է մեր հավատքի հետ։ Եվ ինքը ուզում է մեր հավատքին խփի։ Եվ նաև ինչի համար է այդ սուտը սկսում մեզ ներածել, որովհետև ամեն բան մեր սրտի հետ է կապված։ Եկեք կարդանք ինչ ասում Բկորինթացների 10-րդ գլուխ 4-րդ խոսքը։ Այստեղ ասում է, քանզի մեր մարտի զենքերը մարմնավոր չեն, այլ զորավոր են Աստծով, բերդեր քանդելու կներեք։ Մենք դրանցով քանդում ենք ծածուկ մտքերը եւ ամեն բարձրունք, որ Աստծո գիտության դեմ է զորանում։ Ու գերում ենք ամեն միտք Քրիստոսի հնազանդեցնելու համար։ Մենք իրավունք ունենք գերի վերցնենք այդ մտքերը։ Նաև այստեղ լսում ենք եւ կարդում ենք, որ կան մտքեր, որոնք որ
ծածուկ մտքեր են եւ իրանք բարձունքներ են ձևավորված, այսինքն հակասում են Աստծո գիտությանը, հակասում են քո լոգիկան, այս աշխարհի լոգիկան, այս աշխարհի կալկուլյացիան, մաթեմատիկան այս աշխարհի։ Մենք մոռանում ենք, որ Հիսուս Քրիստոսի մաթեմատիկան է 3 հաց եւ 7 հաց ձուկ նշանակում է 5000 մարդ կերակրել։ Մենք այդ մասին մոռանում ենք։ Մենք ընկնում ենք այս աշխարհի մաթեմատիկայի հետևից, երբ որ մեր առաջ կանգնում են խնդիրներ։ Մենք մոռանում ենք, որ մենք գործ ունենք այն Աստծո հետ, որ Եղիային Աքաբի կարգից առաջ վազեցրեց, երբ որ իրան պետք էր։ Մենք մոռանում ենք, որ գործ ունենք այն Աստծո հետ, որը որ կարմիր ծով բացեց իր երեխեքի առաջ, որտեղ իր երեխեքի առաջը փակված դուր չմնաց։ Մենք այդ ամեն ինչը իրավիճակների մեջ մոռանում ենք եւ թույլ ենք տալիս, որ այդ միտքը մեր վրա գործի։ Եվ ունակությունը մեր պիտի լինի այն, պետք է այդ դրեսիրովկա անենք, այս հմտություն ձեռք բերենք։ Մենք մեր մտքերը անընդհատ գերի վերցնենք, բռնացնենք, երբ եկավ այդ միտքը, ես իրան գերի պիտի վերցնեմ։ Ու մենք մեր մտածելակերպին հետևելով, հենց առավոտը արթնանում ես, դու հասկանաս քո միտքը քեզ ուր տարավ։ Տարավ անհանգիստ վայր, թե տարավ քեզ հանգստյան վայր։ Տարավ քեզ Աստծո սիրո մեջ, թե տարավ աշխարհի խնդիրների մեջ։ Տարավ քեզ այնտեղ, որտեղ որ դու վախում ես, թե տարավ քեզ այնտեղ, որտեղ որ դու գիտես, որ Աստված քեզ խոստում է տվել։ Երբ որ դու բռնացնում ես քեզ այն պահին, որ քո միտքը տարել է քեզ այնտեղ, որտեղ որ կասկածանքն է իշխում, անվստահությունն է իշխում, այդ պահին անմիջապես պետք է աղոթես եւ գերի վերցնես այդ մտքերը, գաս խաղաղության մեջ եւ նոր շարունակես քո օրը, քո 2 րոպեվա աղոթքը կարող քո ամբողջ օրը փրկի։ Երբ որ դու անհանգստություն ես զգում, մի թող որ այդ անհանգստությունը քեզ տիրապետի ամբողջ օրվա մեջ։ Մի փնտրի աշխարհիկ լուծումներ, մի փնտրի ինչ որ իրավիճակներ համացանցերում կամ ընկերների հետ խոսալու թեմա։ Ամենաառաջի վայրը, որտեղ որ դու պիտի քո խաղաղությունը գտնես, դա Հիսուս Քրիստոսի մոտ է, աղոթքի մեջ։ Վերցրու գերի այդ մտքերը եւ մտի աղոթքի մեջ եւ դու կգտնես խաղաղություն, այլապես այդ քո օրը սատանան կարա գողանա, որովհետեւ իր նպատակն է քո հավատքը գցի։ Իսկ եթե դու այդ ամբողջ օրը չկարողանաս քո համար դիմակայես, սատանայի դիմա դու մյուսների համար էլ չես կարա։ Եվ ինքը քեզանով խփելով, քեզ խփելով մյուսներին էլ է խփելու։ Դա կարա լինի քո քույրը, դա կարա լինի քո ընտանիքը, դա կարա լինի քո եկեղեցին, դա կարա լինի քո ծառայությունը։ Ամեն բան սկսվում է մի հոգուց, մի մոռացեք, դուք շատ կարևոր եք։ Քո հավատքը կարևոր է ոչ միայն քեզ համար, քո հավատքը կարևոր է բոլոր քեզ շրջապատող հավատացյալ մարդկանց համար։ Աստված մեզ տենց է ստեղծել, մենք մեկս մյուսի մեջ պետք է ձևավորվենք, մենք առանց մեկս մյուսի չենք կարող։ Եթե ես տկարանամ, իմ հետ կտկարանան շատ մարդիկ, կամ կարող է տկարանան։ Ես չեմ կարող օգնեմ շատ մարդկանց։ Դրա համար մենք պետք է միշտ գիտակցենք, իմ տկարությունը միայն իմ տկարությունը չի։ Իմ տկարությունը ես Հիսուսի մարմնի մեջ լինելով արդեն բորբոքում եմ առաջացնում այդ մարմնի ինչ-որ հատվածի մեջ, որովհետև այդ մարմնի հատվածը սկսել է ճիշտ չգործել։ Ոնց է մեր մարմինը, երբ որ մեր ճկուտը սկսում է բորբոքվել, չէ, փոքր մատ է ինքը։ Բայց մենք արդեն սկսում ենք ցավ ապրել, եւ մեր ամբողջ միտքը, ուշքը միտքը այդ ճկուտն է դառնում։ Այդպես էլ Հիսուսի մարմնի մեջ է, եթե մի բան միտեղ հիվանդացած է ինչ-որ մի բան, արդեն այդ ցավը սկսում է տարածվել ամբողջ մարմնի վրա։ Եվ մենք հասկանալով, գիտակցելով, որ մեր միտքը ղեկավարվում է նաև սատանայով, կարա ղեկավարվի, որովհետև մենք լսում ենք ոչ միայն Աստծո ձայնը, լսում ենք նաև հին աշխարհի ձայնը, սատանան շատ հմուտ է, եւ մենք չմտածենք, որ մենք այդքան իդեալական մարդիկ ենք, իմացեք, որ երբ որ առաջի անգամ սատանան մտավ մարդու կյանք, հա, Եվայի կյանք, իրանք գտնվում էին դրախտում, որտեղ որ Աստված ինքն էր, որտեղ որ Սուրբ Հոգին էր իշխում։ Եվ մենք չենք կարող ասենք, որ մենք ավելի ուժեղ մարդիկ ենք, քան Ադամը, որովհետև իրանք արդեն գտնվում էին այնտեղ։ Մենք ուղղակի մենք պաշտպանված ենք շնորհով, ազատված ենք ամեն մեղքից Հիսուս Քրիստոսով, բայց մեր միտքը աշխարհի վրա է։ Մեր միտքը ձևավորվել է այս աշխարհի վրա, մեղքով է ձևավորվել։ Միգուցե անցյալի մեղքերով, միգուցե մեր անձնական մեղքերով, բայց ինքը մեզ անդադ ուզելու է տանի այնտեղ, որտեղ որ մենք չենք ուզում գնանք։ Դրա համար մեր մտքերը պետք է ենթակացնենք մեր գիտակցությանը, որը որ լիքն է Աստծո խոսքով։
Աստծո խոսքը մեր փրկությունն է, Աստծո խոսքը միայն վայրն է, որտեղ որ դու կարաս ծածկես այդ աշխարհի գիտությունը, ճխլես այդ աշխարհի գիտությունը, որ ինքը չհելնի քո դեմ։ Եվ գերի վերցնենք այդ խոսքերը։ Քանի որ եթե մենք գերի չենք վերցնում այդ մտքերը գերի են վերցնում մեզ, եւ մենք դառնում ենք այդ իրավիճակի գերին, եւ մենք չենք կարողանում ազատվել։ Եվ ինքը որ մեզ գերի է վերցնում, այդ միտքը սկսում է մեր մեջ ամեն ինչ խառնել։ Մեկ է տնաս այդ ոչ պատահական մի բուջուր մտքից ձևավորվում է մի հատ մեծ բան, մի հատ փոքր վատ մտքից, վատ էներգիայից, վատ նեգատիվ մտքից, որ ինքդ քո վրա կանչեցիր, ձևավորվում է մի հատ մեծ բան, որովհետև սատանան սկսում է սնուցվել եւ ավելի է քեզ տանում խորը այդ անվստահության մեջ, խորը վախի մեջ։ Կարծես թե մի հատ բուջուր վախ էր, մեկ էլ ինքը դառնա պանիկական ատակա։ Կարծես թե մի բուջուր վախը մեկ էլ պանիկական ատակա էր, մեկ էլ մեզ ինքը անքնության վերածվեց։ Այդ դրանից հետո ինքը վերածվում է դեպրեսիայի։ Եվ այդպես Աստծո ժողովուրդը չհասկանալով այդպիսի հոգևոր հասկացողություն, որ ամեն ինչ սկսվում է մեր մտքից, ընկնում է այդ հակարդը։ Ամենամեծ, ամենակարևոր վայրը, որ մենք պիտի դռները փակենք, մեր մտքերն են։ Ապաշխարությունը եւ մեր մտքերը, ապաշխարությունը մենք կանրադառնանք այդ դիվային ազդեցությունները, որ երբևէ մեր վրա գործել են, որ իրանք չգործեն, դա միայն ներման եւ ապաշխարության հետ է կապված։ Եթե դու լիարժեք ամեն ինչ ներել ես, ապաշխարել ես, քո վրա այդ ազդեցությունը չի կարա գործի, բայց բաներ կան, որ ավելի խորն են նստած, դրա համար կան ազատագրման ծառայություններ, այդ մասին այսօր չենք խոսում, ասեցի, բայց ուղղակի ուզում ասեմ, որ այդ կետը, որտեղ որ ինքը մտնում է մեր գիտակցության մեջ, դա մենք կարանք ղեկավարենք։ Իրա ձեռը ոչ մի բան չկա, իրա վրա Աստծո երեխեքի վրա իրավունքներ չկան։ Աստված մեզ ա տվել իշխանություն, մեզ ա տվել հզորություն եւ իշխանություն, այդպես ասում, հզորություն եւ իշխանություն ա տվել հենց չարի տարածքները քանդելու, ոչ հակառակը։ Բայց մեր աշխարհիկ մտածելակերպ, մեր աշխարհի եսը, մեր աշխարհի բնավորությունն ու մտածելակերպը կարան դրան նպաստեն, որ մենք դուր բացենք իր համար։ Իսկ սատանայի ռազմավարությունը միշտ նույնն է։ Միշտ Հիսուսը փարիսեցիներին այսպես է ասում, որ ձեր ունեցած հայրը սատանան է եւ ինչ ձեր հայրը ցանկանում է, այդ եք ուզում կատարել։ Նա սկզբից եւ այդ մարդասպան էր եւ ճշմարտության մեջ չմնաց, որովհետեւ նրա մեջ ճշմարտություն չկա։ Երբ նա ստում է, ինքն իրեն է արտահայտում, որովհետեւ ստախոս է եւ կեղծիքի հայրը։ Այսինքն ստախոսը եւ կեղծիքի հայրն է, ինքը մենակ անընդհատ ստերով է գործում։ Էդի կարանք հիշենք, հասկանանք, որ ամեն միտք ու գաղափար, որը որ հակասում է Աստծո խոստումին, ինքը սուտ է։ Գրանցեք ձեր մոտ դա, որ ամեն բան, ինչ որ հակասում է Աստծո խոստումին, դա սուտ է եւ այդ սուտը բերում է սատանան։ Իրան պետք չի որ մեծ մեղք բերի մեր կյանք, իրան պետք է մի հատ փոքր սուտ բերի մեր կյանք։ Փոքր սուտ, որ տես աղոթքիդ պատասխանը ինչքան վաղտա չի եկել, Աստված քեզ չի լսում, դու պարտված ես, դու սաղ կյանքը տենց էլ կմնաս, մեկ էլ հիշում ես, որ քեզ դպրոցում ինչ որ դասատու մի բան է ասել, մեկ էլ հիշում ես, որ քո մաման է քեզ անպատվել ասել է, քեզանից բան դուրս չի գա ու քեզանից բան դուրս չի եկել, սկսում ես հավատալ այն ամեն ստերին, նաև անցյալի։ Ինքը քեզ տանում է այդ անցյալ, սնվում է այդ քո անցյալի ստերից, բերում է սարքում է այդ քո իրավիճակը, անցյալի իրավիճակ, որ դու չնայես, որ դու այդ նույն մարդը չես։ Մենք ասացինք, չէ՞ որ մենք նույն մարդը չենք։ Մենք ծնվել ենք Հիսուսի մեջ եւ հրաժարվել ենք մեր հին մարդուց։ Հին մարդը մեր վրա իրավունք չունի։ Մենք ենք տալիս այդ իրավունքը մեր տրավմաներով, մեր հիշողություններով։ Գնալով այն վայրը, որտեղ որ մեր վրա սուտ է ասվել։ Եվ այդ սուտը մենք վերցնում ենք, սկսում ենք ապրել։ Այդ սխալ ապրումների մեջ է, որ ինքը ձևավորում է իր սնուցումը, ու սկսում է մեզանից քաշել այն սոկը, որը մեր կյանքի էսենցիան է, որը մեր ուրախության էսենցիան է, որտեղ որ մեր կապն է Աստծո հետ, ու ինքը ուզում է մեր կապը քանդի։ Իր ամենամեծ նպատակը մեր կապը քանդի Աստծո հետ։ Եվ ինքը մեզ ուզում է համոզի, որ Աստված մեզ չի օգնի, Աստված քեզ մոռացել է։ Եվ երբ որ հավատացյալը գալիս է այդ կետին, որ ինքը մենակ է մնացել, դա ամենասարսափելի կետն է, ուրեմն ինքը հասավ իր նպատակին։
Ճիշտ է, Տերը մեզ վերականգնում է, բայց երբ որ մենք տեսնում ենք այդ աղմկման process-ը, ու ինչքան է տևում, ինչքան մարդիկ կան չեն կարող վերադառնալ նորից այն վերին կետը, որովհետև իրանց տանում է շատ ներքև, ընկնում են դեպրեսիաների մեջ, սկսում են չհասկանալ Աստծո գործերը, որովհետև սատանան կարողացավ իրանց մի կետի վրա խաբել, մի փուջուր կետի վրա, այդ կետը հետո դարձեց մի հատ մեծ փուջիկ, եւ այդ փուջիկով քաշեց այդ մարդուն ներքև։ Դրա համար մեր ուշադրությունը պետք է լինի ինչին եմ ես հավատում, ով է այդ ինձ ասում, ով է այդ ինձ ասում։ Աստվածաշունչը նաև զգուշացնում է Պետրոսի 5-րդ գլուխ 8-րդ խոսքում, ասում է զգուշացեք, արթուն եղեք, որովհետև ձեր հակառակորդը սատանան մռնչացող առյուծի պես շրջում է, փնտրելով թե ում կարա կուլ տա։ Ինքը չի դադարում ֆրֆռալ, ինքը անդադ ֆորմատենա ում կարա կուլ տա։ Ինքը գիտի, որ միտեղ կարողա ծակ ունենաս, հա, մտքիդ մեջ եւ ինքը կարա այդտեղով մտնի։ Դրա համար է զգուշացեք, այսինքն սա կոնկրետ ալարմ է, հա, ալարմ, SOS։ Զգուշացեք, երեխեք ջան, արթուն կացեք։ Այստեղ չի ասում արթուն կացեք, գիշերցերեք մի քնեք։ Այստեղ ասում է արթուն կացեք, մտովի ով է ձեզ ինչ պատմում։ Եթե վերագրենք սա մտքերի հասկացով, ինչ է անում քո կողքը սատանան այս պահին։ Ինչ հեքիաթ է քեզ պատմում, որ խոսքերին է ուզում, որ դու հավատաս, որ ճշմարտությունն է քեզ բերել այս պահին պատմում, որին դու կարաս հավատաս, որովհետև ինքը քո տկարությունները գիտի։ Բայց երբ որ դու գալիս ես այդ կետի վրա եւ վերադառնում ես այն կետին, սպասի, բայց կա խոսք, Աստծո խոսք գոյություն ունի։ Ես ես ուր եմ ընկել սրա խելքին։ Ես ուր եմ ընկել ես անօրենի խելքին, որ ինքը ստերի հայրն է։ Ես ինչի համար եմ դրան նայում, չէ՞ որ ես ունեմ Աստծոս տված խոսքում։ Այն պահին, երբ որ ես ընդունեցի Հիսուս Քրիստոսի անունը, արյունը, իր Տեր ու Փրկիչ, իմ վրայից ընկան ամբողջ մեղքերն ու անարդարությունները եւ հին մարդու շորերը։ Ինքը բերում է հին մարդը նորից հագցնում է քեզ, իսկ դու եթե չես հրաժարվում, կհագնես նորից այդ շորերը։ Հետո նորից դու սկսես հանել քո վրայից այդ շորերը։ Իսկ ինչու է սատանան ցանկանում զբաղացնել մեր մտքերը, որովհետև սատանան գիտի, եթե կարողանա վերահսկել քո մտածելակերպը, վաղ թե ուշ հասնելու է քո սրտին։ Քո սիրտը, որ դու տվել ես Աստծուն, անմիջապես կապ ունի քո մտքի հետ։ Դրա համար Տերն ասում է պաշտպանի քո սիրտը։ Իսկ մեր սիրտերը ո՞նց ենք պաշտպանում, եթե անդադ մեր միտքը սխալ տեղ է, անվստահության մեջ է, անհավատության մեջ է, վախերի մեջ է, տագնապների մեջ է, մեր սիրտը չի կարող այդպես պաշտպանված մնա։ Մեր սիրտը մի օր ընկնելու է դրա խելքին, այդ մտքի խելքին, եւ դառնալու է այնպես, որ մեր սիրտը հեռացավ Աստծուց։ Մենք չենք էլ կարող զգանք ոնց սառեցինք։ Մենք պետք է անդադ տաքացնենք մեր հարաբերությունը Աստծո հետ։ Մենք պետք է անընդհատ ջուր լցնենք այն հատվածները, որ հանկարծ չչորանան, կրակ լցնենք այնտեղ, որտեղ որ ջերմություն չկա։ Անընդհատ սնվենք Աստծո խոստումներով, ամենակարևոր բաները, ինչ է ասում ինձ Տերը։ Ճիշտ է, լավ է, որ մենք ամբողջ Աստվածաշունչը իմանանք, բայց եթե մենք ամբողջ Աստվածաշունչը չգիտենք, կարևոր է իմանանք Տերը մեզ ինչի համար է ընտրել, մենք ով ենք իր մեջ, ինչի համար եմ ես ինձ լավ զգում կամ վատ զգում Աստծո մեջ։ Այդ այն անցած քարոզի թեման էր, մտեք եւ լսեք քո ինքնության մասին, թե ինչ է ստացել Հիսուսի մեջ։ Երբ որ դու այդ ամբողջը գիտես, թույլ մի տուր, որ քեզ սատանան տանի այն վայրը, որտեղից դու վաղուց դուրս ես եկել։ Մենք բոլորս վաղուց դուրս ենք եկել այդ վայրից։ Չկա այդ հարթակը, որտեղ ինքը մեր վրա իշխանություն ունի, ինքը մեր վրա իշխանություն չունի։ Որովհետև ինքը պարտվել է խաչի վրա Հիսուս Քրիստոսը հաղթանակ կատարել իր վրա եւ մահվան վրա, եւ ոչ սատանան եւ ոչ մահը մեր վրա իշխանություն չունի։ Եթե մենք տալիս ենք իրան իշխանություն, դա մեր կամքն է։ Տերը մեր կամքի վրա իշխանություն չի վերցրել, ասա բալիկը դու քո կամքն ունես։ Դու պիտի հասկանաս ում ես հավատում, որ խոսքն է քո մեջ արձագանք գտնում։ Առակաց 4-րդ գլուխ 23 խոսքերն են, որ ասում է ամեն բանից առավել պահպանիր քո սիրտը, որովհետև նրանից է բխում կյանքը։ Եթե սատանան քո սիրտը կարողանա գրավի, քո կյանքը արդեն իր ձեռքերի մեջ կլինի։ Դրա համար մենք պետք է պահպանենք մեր մտքերը, որպեսզի հանկարծ իրանց մեջի պարունակության, այսպես ասած, աղբը, որ կարա սատանան բերի դնի այնտեղ, չտեղավորվի մեր սրտի մեջ։ Շատ շտապ ազատվենք դրանից, շատ շտապ։ Ազատենք մեր մտքերը ամեն կասկածամտությունից եւ չարիքներից, որ սատանան բերում է։ Եվ ինչ կարա լինի նաեւ չարիք, բացի մեր մտքերից։ Հռոմեացիների 12 գլուխ 2 խոսքերում ասում է. «Եվ մի կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով,
այլ վերափոխվեք ձեր մտքի նորոգությամբ, որպեսզի դուք քննեք Աստծո կամքը, թե որն է բարին, հաճելին ու կատարյալը։ Այսինքն այս խոսքերից մենք ինչ ենք հասկանում։ Ասում է վերափոխվեք, ձևափոխվեք, այսինքն կա մի իրավիճակ, որտեղից Տերը ասում է դու պետք է վերափոխվես քո մտքի նորոգությամբ։ Եթե կա նորոգություն, ուրեմն կա ինչ-որ փչացվածություն, ճիշտ է։ Մի բան եթե նորոգում ես, ի՞նչն ես նորոգում։ Այն ինչ-որ փչացած է եղել։ Տերը այստեղ կոնկրետ ասում է, ձեր մտքերը լավ մտքեր չեն, անորակ են, փչացած են։ Դուք պետք է նորոգությամբ զբաղվեք ձեր մտքերի, որպեսզի հասկանանք Աստծո կամքը, զանազանել բարին եւ հաճելին եւ կատարյալը չարից։ Եվ այս աշխարհը զբաղված է նրանով, որ մեզ տանի այն վայրը, որտեղ որ ինքը խանգարում է այդ process-ին։ Դրա համար ասում եմ, մի կերպարանվենք այս աշխարհին։ Մի նայեք ուրիշներին։ Մի նայեք, թե մարդիկ ինչ են անում, դուք էլ արեք։ Մի նայեք, թե մարդիկ ինչ են ասում, դուք էլ ասեք։ Ձեր բերանը պահեք, բամբասում են, մի բամբասեք։ Վատաբանում են, մի վատաբանեք։ Վատ ֆիլմեր են նայում, մի նայեք։ Առավել եւս ձեր ընտանիքում մի թողեք, որ դրանով զբաղվեն։ Սատանան շատ տարբեր հարթակներով կարա մտնի, կարա մի հատ կինոյի միջոցով ձեր ընտանիք մտնի, կարա մի հատ երաժշտության միջոցով մտնի, որը որ սարսափելի ձայներով է գալիս։ Մարդիկ կան, որ տարիներով չեն կարողանում քնեն, ձայներ են լսում։ Սատանան տարբեր ձևերով կարա մտնի։ Այս աշխարհի նպատակն է քանդել Աստծո եւ մարդու հարաբերությունը։ Եվ մենք այս աշխարհի դեմ պիտի կանգնենք։ Պետք է կանգնենք ոչ թե դեմ համառորեն, որպեսզի մերժենք այս աշխարհը, ոչ, մենք այդտեղ պետք է լույս տանենք, բայց չսնվենք այդ խավարից։ Թույլ չտանք, որ այդ խավարը մեզ տանի իր մեջ։ Միշտ սինված լինենք, այն որ ասում արթուն կացեք, այդ պարագանա։ Մտի խավարի մեջ արթուն կացի, որ դու ես տեղ եկել տիրություն անելու, ոչ թե իրանք են քո տերը։ Եվ սատանայի գործիքներից մեկը նաև ինչն է, որ վախացնում է իր ագրեսիայով, իր համառությամբ, իր սանձարձակությամբ, բայց մենք Աստծո ժողովուրդս մենք էլ ենք սխալ մտածելակերպով ապրել, որ մտածել ենք դե մենք իրավունք չունենք բարձր խոսանք, մենք իրավունք չունենք պատասխանենք, ոչ, մենք ամեն ինչ իրավունք ունենք, որովհետև ասում է ոնց որ չափեցիր, նենց է կչափվես։ Եթե դու ինձ սխալ ձևով ես մոդենում, ես կարամ քեզ հակառակվեմ, չեմ կարա թույլ տամ դու իմ հետ ամեն բան անես։ Եվ մենք որպես Աստծո ժողովուրդ մեր ինքնությունը իմանալով, եթե դու քո ինքնությունը գիտես, դու քո ռամկաները, այդ քո դրսի աշխարհի հետ կապված ամբողջ ռամկաները շատ ավելի ճիշտ ես դնում։ Դու թողում ես մարդկանց այնքան մոտիկ, մինչև որ այդ հանկարծ իրանք քո վրա խավար չբերեն, բայց կարաս նաև մտնես իրանց տարած լույս տարածես։ Սիրով լույս տարածես, բայց համառությամբ հանդիմանես իրանց խավարը։ Պիտի համակերպենք այդ աղունիկի միամտությունը եւ օծի խորամանկությունը մենք պիտի համակերպենք, որպեսզի կարողանանք այս աշխարհի բարիքներից չօգտվենք, բայց մեր մտքերն էլ կարողանանք վերանորոգենք։ Որովհետեւ իրանք ոնց հասկանում ենք փչացած են, չէ՞, այլապես չէին ասվի նորոգեք։ Նորոգում են ինչ որ արդեն պիտանի չի կամ փչացած է, կամ ոչ լիարժեք է, կամ ինչ որ մի դեֆեկտ ունի։ Եվ դա մեր մտքերն են, մենք պետք է նորոգվենք Աստծո խոսքով։ Իսկ մենք ունենք հավատարիմ ընկեր, այն հավատարիմ Սուրբ Հոգին, որ մեզ ամենտեղ առաջնորդում է։ Եթե մենք անընդհատ փորձենք ամեն ինչ որ մեր խոսքերը, մեր մտքերը գալիս են համագործակցելով, խորհրդակցելով, Սուրբ Հոգու հետ առնչվելով հասկանանք ինչն է ճիշտ սրանից։ Տեր ջան, ինձ օգնի։ Եթե այդ վարքյանին կանչենք Սուրբ Հոգի Տերս, ինձ համար բացի ինձ օգնի, դուք կտենաք, որ հաղթանակներ են գալիս։ Տերը ձեզ ցույց է տալու այն ճանապարհը, որ դու չէիր տեսել։ Բայց նաև պետք է հասկանանք, որ ձայներ կան, որոնք որ Աստծուց չեն, եւ մենք պիտի վստահ լինենք, որ Սատանան եթե գիտի, որ դու ուրիշ ձայներին ես հավատում, ինքը գալու է այդ ձայնով։ Դու պիտի անընդհատ աշխատես դրա վրա, որ այդ ձայնը քեզ չկարողանա գրավի, որ միայն Աստծո ձայնը լինի քո մտքերի մեջ։ Իսկ Աստծո ձայնը միշտ բարի է, միշտ բարի նպատակով է, միշտ հավատքով է, միշտ հուսաբեր է։ Աստված երբեք քեզ չի գա վատ նպատակով։ Բացառված է, Աստված կատարելության Աստված է եւ քո վրա է փռած իր թևերը։ Ինքը քեզ չի գալու, ասի գիտես, այս ինչ իրավիճակը չի ստացվի։ Այդ չտարը որտեղ որ կա, իմացեք, որ դա Աստծուց չի։ Աստված այոյի եւ ամենի Աստված է, դա հեսա կկարդանք։
Մենք պետք է ապրենք Աստծո խոստումներով եւ ոչ բացասական մտքերով։ Դա չի նշանակում, որ մենք պետք է մենակ պոզիտիվ, հա, դրական մտքերով լցվենք, դա այդ մասին չի խոսքը, բայց եթե իհարկե դրական մտքերը մենակ մարդկային ցանկությունների վրա են հիմնված, դա ոչ մի էֆեկտ չունի։ Մենք տեն մենք լիքը պոզիտիվ մարդիկ, որոնք որ Աստծո հետ կապ չունեն։ Այս աշխարհը սովորացնում է մտածի դրական, բայց Աստված սովորացնում է մեզ մտածի իմ խոսքի համաձայն։ Տերը չի ասում մտածի դրական, Տերն ասում է մտածի իմ խոսքի համաձայն։ Իմ խոսքի համաձայնի մեջ նաև մտնում է ուրախությունը, բայց չի մտնում միայն դրական մտածելը, որովհետև Տերը ասում է զգուշ եղի, Տերը ասում է հանկարծ էս չանես, քո կողքը քայլում է մռնչացող առյուծ, դրանք սիգնալներ են, չէ՞, Տերը չի ասում ու մենակ դրական մտածի, ոչ, ասում է իմ խոսքի համաձայն քայլի, զգուշ եղի, ուրախ եղի, վստահությամբ քայլի, հիշի, որ ես քո կողքին եմ, ես քեզ ոչ մի վայրկյան չեմ թողնի, մի վախեցի, այդ ամենը այդ sense մեծ բուկետը, որ Տերը մեզ տվել է, այդ ծաղկե փունջը, մենք պիտի անդադ հիշենք, որ այստեղ լիքը բաներ կան, որ մեզ պետք են։ Մենք չպիտի մոռանանք այդ մասին։ Ոչ թե դրական մտածելու մասին աստեղ խոսքը, այլ Աստծո խոսքով շարժվելու մասին, որը ինքն իրան բերում է նրան, որ դու չես մտածում էլ նեգատիվ։ Եթե դու անդադ Աստծո խոսքի մեջ ես, դու չես կարա նեգատիվ մտածես։ Աստված քեզ լուծում է բերելու։ Փակված է քո դեմ դուռը։ Դու հիշելու ես, որ Երիխովի պատերը քանդվեցին Հեսուի առաջ։ Քո հետևից ընկած Ֆարաոնը, դու հիշելու ես, որ Տերը կարմիր ծովը բացեց եւ Ֆարաոնը մնաց մեջը։ Ուտելիք չունես, դու հիշելու ես, որ Աստված ունակություն ունի երկնքից մանա թափելու։ Դու չես ընկնելու այս աշխարհի լուծումների հետևից։ Դու իմանալու ես, որ Աստված մատակարարող Աստված է, Աստված թագավոր Աստված է, իր զավակներին հավատարիմ Աստված է։ Դու չես մտնի այդ նեգատիվ տարածքը։ Ոչ թե դրական մտածելակերպով, այլ Աստծո խոսքի համաձայն մտածելակերպով։ Եվ դրանք նույնը չեն, որովհետև դրական մտածելակերպը նաև թեթևամտություն է։ Թեթևամտություն է։ Շատ մարդիկ դրական են մտածում, բայց դրական մտածելու բան չկա, պետք է այդ ժամանակ խորամանկություն են ասում, գուցե ինչ-որ լուծում տաս, ոչ թե վախենալով, այլ լուծում տալու ստրատեգիայով։ Բայց դրական մտածել մենակ ասել, ոչ ինչ բանը չի լինի, ես սենց եմ, դա արդեն թեթևամտություն է։ Բայց մեր ուժը, հավատացյալի ուժը, Աստծո զավակի ուժը գալիս է այն ժամանակ, երբ որ մենք վստահում ենք Աստծո խոսքին։ Եվ այն ժամանակ ենք վստահում, երբ որ մենք չենք տեսնում բաներ, եթե մենք տեսանելի բաներին վստահենք, դա արդեն հավատք չի։ Տեսանելի բաներին անհավատ մարդիկ են հավատում։ Մենք հավատում ենք կենթանի Աստծուն, որը մեզ տվել է խոսք, խոստում, եւ այդ խոստման համաձայն մենք ապրում ենք։ Չտեսնելով այն ամեն ինչի ինչ կատարվել է, բայց իմանալով, որ իմ Տերը արդեն այնտեղ է, որտեղ այդ հարցի լուծում է գտնում, որտեղ որ կատարվում է դա։ Այդ ներքին հավատքը պետք է մեր մեջ ձեռք բերենք, հարստացնենք մեզ դրանով։ Միշտ հիշենք, մեր աչքի տեսածը եւ ականջի լսածը սատանան կարա մանիպուլյացիա անի, բայց Աստծո խոսքը ոչ։ Եվ Աստծո խոսքը առողջ եւ դրական մտածողության հիմքել է, որը որ սատանան ցանկանում է իհարկե քանդի, հա, որպեսզի մենք այդ առողջ մտածելակերպի մեջ չմնանք։ Հեսուին Տերն ասում է, Հեսուի առաջի գլուխ 8-րդ խոսքը ասում է, այս օրենքի գիրքը թող չհեռանա քո բերանից, այլ գիշեր ու ցերեկ խորհրդի դրա մասին, որպեսզի պահես եւ կատարես այստեղ գրված ամենը։ Այդ ժամանակ հաջողություն կունենաս եւ խոհությամբ կվարվես։ Տեսեք, շատ հասարակ բանաձև է։ Այս օրենքի գիրքը թող չհեռանա քո բերանից։ Այսինքն Տերն ասում է, անընդհատ իմ բառերով ապրի, այս Աստվածաշնչի պարունակությունը, ինչ որ տվել եմ քեզ, իմացի, եւ դու ամեն ժամանակ հաջողություն կունենաս։ Ոչ մի բան մեզ էլ պետք չի, մեզ պետք է որ իմանանք Տերը մեզ ինչ է ասում, եւ այդ հաջողության գաղտնիքները մեր ծրված են։ Բանալիները սա մեր ձեռն է։ Մենք մենակ չգիտենք, որ բանալին, որ դրան հատ օգտագործենք։ Մենք խճճվում ենք։ Այդ մեծ բանանիների հանգույցը, որ տվել է մեզ Տերը, չենք իմանում, որ դրան համար է։ Մինչև մենք վազում ենք այս դռնից այն դուռը, всё, սատանան իր հարցը լուծեց։ Մենք պետք է այդ բանալիները ճիշտ օգտագործենք։
Ամենաճիշտն է, որ մենք թույլ չտանք, որ այդ բանալու օգտագործման կարիք լինի, այնքան զինված լինենք, որ դու չես մտնելու իմ տարածք։ Ես գիտեմ իմ տիրոջ խոսքը։ Ես չպետք է փնտրեմ Աստվածաշնչում, որտեղ էր գրված, որ մի վախեցի։ Ես պետք է գիտենամ, որ իմ Տերն ասել է, չվախենաս, ես քեզ հետ եմ։ 1000 կողքդ կընկնեն, 10000 այն կողքդ, քեզ ոչինչ չի պատահի։ Մահվան շուքով էլ անցնես, ես քո կողքին եմ։ Քո բաժակը բերնեբերան լիքն է։ Եվ քո թշնամիների առաջ սեղան եմ պատրաստելու։ Քեզ ամոթով անողներին ամոթի շորեր եմ հագցնելու։ Քեզ փառքից փառք եմ տանելու։ Օրհնելու եմ սերնդե սերունդ։ Լիք այդպիսի լավ բաներ կան։ Այդ ամբողջը գուբկայի նման քաշեք ձեր մեջ։ Քաշեք ձեր մեջ, սնվեք Աստծո խոսքով, այդ քաղցր խոսքերով քաշեք ձեր մեջ։ Անգիր արեք իրանց, երգեք դրանցով, աղոթեք դրանցով։ Ինքներդ ձեր վրա աղոթքը հենց այդպես ձևավորեք, որ ես գիտեմ դու ով ես Տեր ջան, դու ինձ տանում ես այսինչ ճանապարհով, դու ինձ տանում ես տեղ, դու իմ վրա պահել ես քո թևերը, դու իմ ճանապարհները կերտողն ես, քո խոսքը իմ ոտքի տակի ճրագն է։ Ասեք այդ Աստծո խոսքերով աղոթեք, ձևավորեք ձեր կյանքը Աստծո խոսքով, եւ դուք կտեսնաք, որ ձեր կյանքում լիքը բաներ են փոխվում նաեւ ձեր մտածելակերպի մեջ։ Չի կարա սատանան ներխուժի են տարածք, որտեղ որ ամուր դարպասներ են, Աստծո խոսքի դարպասներով փակեք ձեր մտքերը։ Հենց որ ինքը գալի մի տեղից է մտնում, դա կարա կատարվի, երբ որ մենք էմոցիոնալ դաշտում ենք։ Ամենահասարակ տեղը, որտեղ որ ինքը կարա մտնի, երբ որ մենք մեր ծնողի, քրոջ, երեխու, մոտիկ մարդկանց հետ ենք առնչվում, որովհետև այդ ժամանակ մենք գցում ենք մեր զենքերը։ Բայց մի մոռացեք, մեր ամենահարազատ մարդիկ կարան մեր հոգևոր թշնամիները լինեն։ Եվ իրանց միջոցով էլ կարա սատանան գործի մեր վրա։ Եվ հենց այդ պահին, որ մենք մեր զենքը գցում ենք, որովհետև մենք էմոցիայով ենք արդեն լցվում, վայ կարոտել էի, գրկեմ, սիրեմ եւ այլն, մեկ էլ հոպ եկավ սատանան։ Որովհետև այդ պահին դու արդեն զինված չես, իսկ Աստվածաշունչն ասում է արթուն կացեք։ Սատանան ֆռֆռում է, որ մեկնումեկիդ կուլ տա։ Ինքը չի կուլ տալու աշխարհի մարդկանց, ինքը կուլ ատալու մեզ, մենք ենք իրան պետք, որպեսզի ինքը մեզ հավատքից գցի։ Անհավատ մարդուն ինքը ինչից պիտի գցի։ Եվ Տերն ասում է, խորիր իմ խոսքի մասին։ Հեսուին ասում է, խորիր իմ խոսքի մասին։ Ասում է, թող այդ գիրքը չհեռանա քո բերանից, այլ գիշեր ցերեկ խորիր դրա մասին։ Այսինքն ձևավորի քո մեջ մտածելակերպ, ինչ է նշանակում խորիր դրա մասին։ Հիշում եք, եթե դուք գնացել եք դպրոց կամ ինստիտուտ եք ավարտել, ինչքան եք նստել մի դասը սովորել։ Եթե դուք ավարտել եք ինստիտուտ, դուք գիտեք, որ մի քննության համար այդ գիրքը մի 50 անգամ գծել, կարդալ, ձևավորել, սենց անել, որպեսզի մենք քննության մեջ մի հատ հարցի պատասխան տանք։ Այդ է նշանակում խորել։ Բայց դուք հետո կարող ունեք հատուկ գիտություն ինժեներական կամ քիմիայի մասնագետ եք կամ բժիշկ եք դառել կամ ինչ որ ուրիշ մասնագետ, որը որ կարևոր է կամ յուրիստ եք, բոլոր դեպքերում դա շատ ջանասիրի աշխատանք է, որպեսզի այդ գիտությունը քո մեջ ձևավորվի, որ դու չմտածես։ Դու չես գնում, չէ՞, իրավաբանի մոտ ինքը ասում սպասի տեսնամ էսի բանը որն էր, պարագրաֆը որն էր, սպասիենի որն էր, ինքը արդեն գիտի քո մոտա, որ դու ինչ ես ասում, որտեղ ես գտնվում։ Բժիշկն էլ արդեն քո ախտորոշումով մոտավորապես հասկանում է ինչն է քո մոտ։ Ինքը չի նստում ասի սպասի տենամ բիոխիմիայով ինչ եմ ասում քեզ։ Օ, էսի բիոխիմիչեսկի սաստավի էս ինչն է, տենց չի վարվում բժիշկը։ Մենք էլ պետք է այդպեսին լինենք Աստծո խոսքի մեջ։ Այս Աստվածաշունչը մեր ինստիտուտն է, մեր ամենակարևոր ինստիտուտն է։ Այստեղ ամեն թաքնված բան, մենք պետք է սա սովորենք, որ ինչ որ մեկը գալիս է մեր մոտ իր խնդրում, ես ասեմ, ես քո խնդրի լուծումը գիտեմ, Աստվածաշնչի ես ինչ տեղից ես բանա գրած, ես աղոթում եմ սա քո վրա, հռչակում քո վրա, ասում եմ, որ այդ հարցի լուծումը տրված է, վերջ։ Եթե մենք չգիտենք այդ ամենը, մենք չենք կարա հմուտ լինենք այդ դրա մեջ։ Մենք ինքներս կլինենք անդադ պացիենտ, բայց մենք պետք է դառնանք ոչ թե պացիենտ, այլ պացիենտներ ընդունողներ, որտեղ այս աշխարհը ամբողջ աշխարհը պացիենտ է։ Ով որ Աստծուն չի ճանաչում, իրանք հիվանդ են։ Մենք պետք է բժշկենք իրանց, բայց ո՞նց ենք դրանց բժշկելու։ Եթե մենք ոչ սկալպելի ձևը գիտենք, ոչ մկրատի ձևը, ոչ բին փաթաթել գիտենք, ոչ յոդը գիտենք, ո՞նց ենք օգտագործում, այդ սա գործիքները Աստվածաշնչյան խոսքի մեջ են։ Ո՞նց պիտի այդ մարդուն բռնես, որ իրան չկոտրես եւ բժշկես եւ իր հոգին էլ փրկվի։ Մենք կարանք փրկենք, երբ որ մենք ենք փրկված։ Մենք չենք կարա փրկվենք, երբ որ մենք ընկած ենք։ Մենք կարանք ճիշտ միտք փոխանցենք, պոզիտիվ միտք տանք, երբ որ մեր միտքը պոզիտիվ է։ Եվ մենք կարանք ուրախություն տանք, երբ որ մենք ենք ուրախ։
Մենք չենք կարա ոչինչ տանք, ինչ որ չունենք։ Եթե չունենք հավատք, մենք մյուսին չենք կարա հավատներ շնչենք։ Դրա համար շատ կարևոր է մեր մտքերը մեզ չտանեն այն վայր, որտեղ որ մենք սնուցում ենք թշնամուն։ Եվ այն պահին, երբ որ մեր միտքը չի սնուցվում Աստծով, սնուցվում է թշնամուց։ Դա շատ դառը ճշմարտություն է։ Եթե մենք չենք սնուցվում, ինչ որ մի պահին Աստծոց, մեզ սնուցում է թշնամին։ Չկա, Աստվածաշունչը չի տվել այդ մեջտեղի տարածքը։ Ասում է կամ սևա, կամ սպիտակը, կամ դու իմն ես, կամ ընդեղ ես։ Նույնն էլ մեր մտքին է վերաբերվում։ Եթե մեր մտքերը 100%-ով Աստծո առաջ չեն, պետք է զննենք, որ մասն է, որ Աստծո հետ չի։ Եվ այդ մասից փորձենք կտրենք ամեն ինչ, ինչ որ աշխարհից է։ Եվ այդտեղ լցնենք Աստծո խոսքը։ Որտեղն է, որ դեռ Աստծո հետ չի, որ մասն է, որ դեռ իմ վրա իշխում է եւ աշխարհիկ է, որ մտածելակերպս է։ Եվ Կարանք ստուգենք նաև ոնց է այդ մեր վրա գործում, եթե մենք ուշադիր լինենք մեր հանդեպ։ Ֆիլիպացիների 4-րդ գլուխ 8-րդ խոսքն ասում է. ինչ որ ճշմարիտ է, ինչ որ պատվական է, ինչ որ արդար է, ինչ որ մաքուր է, ինչ որ սիրելի է, ինչ որ բարի համբավ ունի, դրանց մասին մտածեք։ Տեսեք ինչպեսի բաղադրատոմս է մեզ տված։ Ասում է, էսի գումարած, մտածեք։ Շատ լավ խոսքեր են։ Ճիշտ է, այստենց կոմպակտ է ինքը ասված։ Ամեն մի բառի տակ մի հատ բառ է թաքնված։ Օրինակ մաքուր բառի տակ գրված է, չէ, ինչ որ արդար է, արդար բառի տակ լիքը բան է թաքնված։ Ինչ որ մաքուր է, մաքրության տակ էլ է լիքը բան թաքնված։ Ինչ որ սիրելի է, սիրելիի տակ էլ է լիքը բան թաքնված։ Բայց շատ հեշտ բաղադրատոմս է։ Ասում է, ինչ որ ճշմարիտ է, ինչ որ պատվական է, արդար է, մաքուր է, սիրելի է, բարի համբավ ունի, դրանց մասին մտածեք։ Այս բաղադրատոմսն է, որով մենք պիտի շարունակենք միշտ ապրել։ Եթե մի բան գալիս է, որ ճշմարտություն չի, պատվական չի, արդար չի, մաքուր չի, սիրելի չի, բարի համբավ չունի, ուրեմն չի մտնում այս բաղադրատոմսի մեջ։ Ուրեմն իմ տորթը չի ստացվի։ Վերջ, այդ թխվածքը, որ ես թխվում չի ստացվի, պատկերացրեք, եթե մի բաղադրատոմս ձեր թխվածքի մեջից բացակայի, դուք չեք ստանա ձեր սիրած թխվածքը։ Մեղրի տորթը չի դառնա առանց մեղրի տորթ, վերջ։ Դրա համար մենք պետք է հասկանանք, որ ամեն ինչ կախված է մի փոքր բանից, եւ մի պուջուր թթխմորը փչացնում է ամբողջ խմորը։ Դա էլ պիտի հասկանանք։ Մեր մտածելակերպի մի պուջուր մասն էլ, որ թողենք սատանայի ձեռը, ինքը փչացնելու է մեզ։ Ինքը մեզ կամ եթե չփչացնի, չի թողնելու, որ դու զարգանաս։ Այդ էլ է հերիք իրան։ Ասեմ ձեզ ինքը քչովել է բավարարում մեկ-մեկ։ Ասում է կարևորը էսի առաջ չգնա։ Կարևորը ինքը տեղում մնա։ Ինքը մնա այն հավատացյալը, որ անդադ չգիտի իր տեղը։ Ոչինչ, ես մի օր իրան կստանամ, որտեվ ինքը չի թույլ տալիս, որ դու զարգանաս։ Ինքը քեզ պահում է հետ։ Սխալ հաճույքների մեջ տանելով, սխալ հասկացողություն, սխալ այֆորիաների մեջ քեզ գցելով։ Քեզ վարելով այնտեղ, որտեղ որ քո տեղը չի։ Քո տեղը Աստծո գիրկն է։ Աստծո խոստումների մեջ։ Եվ սա Աստծո պատվիրանն է մեր մտածելակերպի համար։ Կարելի է ուղղակի իմանալ այդ բաղադրատոմսը վերցնել եւ դրանով ապրել, տեսնել ինչ է մեր մտածելակերպը, որ չի համապատասխանում այդ ամեն ինչին։ Որտեւ այդ ամենը ամրացնում մեր հավատքը, իսկ հավատքը գալիս է Աստծո խոսքից։ Եկեք քանի որ ժամանակը մի քիչ սուղ է, եթե մենք կարողանանք մեր միտքը նույն եռանդով լցնել Աստծո խոսքով, որով մեզ աշխարհն է սնուցում, մենք շատ առաջ կգնանք մեր հավատքի մեջ։ Ուղղակի մենք այդ հոսքը այս աշխարհի վրայի ինքը շատ գայթակղիչ է եւ անցյալից եկած էլեմենտներ կան, որ դեռ մեր վրա գործում են։ Եվ մենք շատ տեղերից չենք կարող կտրվենք, մենք չենք կարող կտրվենք այս աշխարհից, պետք էլ չի կտրվենք այս աշխարհից։ Ընդհակառակը Տերը մեզ աշխարհ է ուղարկել։ Չի ասել գնա կտրվի եւ մի հատ քո համար դառի մի հատ առանձին վայրում։ Ոչ, մենք պետք է աշխարհի մեջ լինենք, բայց պետք է մենք այնքան ուժեղ լինենք, որ աշխարհի մեջ չգրավի։ Հիմա այդ կետը այնա, որ պետք է հասկանանք որտեղ է իմ տկար վայրը։ Ամեն մեկը ունի իր տկար վայրը աշխարհում, հա։ Մեկը քարոզչության մեջ ուժեղ է, բայց մի բամբասկոտության մեջ է միգուցե տկար, այն մեկը բամբասկոտության մեջ տկար չի, բայց քարոզչության մեջ է վատ,
Այսինքն մենք ունենք մեր տկարություններն ու ուժեղ կողմերը, մենք պետք է միշտ բալանսի բերենք այն կետը, որը որ տկարա, պետք է աշխատենք դրա վրա։ Եթե բոլորս մեզ զննենք, որ կետն է իմ մտածելակերպի մեջ, որ ինձ խանգարում է։ Որն է դա, որ մեզ խանգարում է։ Հիսուսը, երբ որ կանչվեց Սուրբ Հոգով տեղափոխվեց անապատ, որպեսզի փորձվի սատանայի կողմից, իր միակ պատասխանները, բայց գրված է, չէ՞, սատանան ասեց, «Էս արա», ինքը ասեց գրված է, ասեց, «Էս արա», ասեց գրված է։ Մենք էլ ոչինչ չունենք, սա նմուշ է մեզ համար, ոնց վարվեց Հիսուս Քրիստոսը։ Ինքը միայն Աստծո խոսքով, ինքը չհակասեց սատանային, ինքը չասեց դու սուտաս անես, չսկսեց իր հետ վիճաբանություն անել, ուղղակի ասեց գրված է։ Մենք էլ չպետք է ընկնենք բազարների մեջ։ Ոչ մի վիճաբանության մեջ մենք չպետք է ընկնենք, մենք պետք է ասենք գրված է։ Գալիս է մեկը քեզ ինչ-որ բան ապացուցում, դու իրան մի ապացուցի ոչ մի բան մարդկային լեզվով, դու իրան ասա Աստվածաշնչում գրված է։ Եթե դու էդի չգիտես, որ գրված է, դու չես կարող դա իրան ասես։ Դու կարաս շատ անգամ ասես, «Okay, ես չգիտեմ, բայց ես գիտեմ, որ Աստված պատասխան ունի», որովհետև դու արդեն հոգով կզգաս, որ այդ չարի հոտը գալիս է։ Չարի հոտը մարդկանց խոսակցությունից արդեն գալիս է։ Դու զգում ես, որ որտեղ աճում է վեճ, դու զգում ես, որ որտեղ աճում է լարվածություն, ինչ որ անտրամադրություն, անվստահություն։ Մենք Սուրբ Հոգի ունենք, եւ այդ Սուրբ Հոգին թույլ է տալիս մեզ զգալու բաներ, որոնք որ ուրիշները չեն զգա։ Նույնիսկ մարդու քայլվածքից ես դու զգում, ինչա կատարվում իր մեջ։ Այդքան նրբազգաց Աստված է մեր Աստված։ Մեզ շատ զանազանելու բաներ ա տվել, եթե մենք ուշադիր լինենք։ Եվ այդ ամբողջ իմանալով մենք չպետք է մտնենք ամեն շուկայի մեջ։ Միշտ հիշեք, կարևոր չի, որ դու մարտը հաղթես, կարևորը որ դու հաղթես պատերազմը։ Շատ մարտեր պետք չի գնալ, որ հաղթել։ Պետք է միշտ հիշես, որ ես պատերազմը պետք է հաղթեմ, ոչ թե այս փոքր մարտը, որտեղ սատանան բերում է այդ փոքր մարտերը նաև նրա համար, որ դու մեծ պատերազմի մասին չմտածես։ Որ դու ընկնես այդ փոքր մարտի մեջ եւ անդադ զբաղվես այդ փոքր մարտով։ Այսինքն մի խնդիր ա բերում քո առաջ դնում, դու անդադ այդ խնդրի վրա ես զբաղված, դու չես տեսնում ամբողջականը։ Բայց եթե դու այդ խնդրին ուշադրություն չդարձնես, դու ամբողջականը տեսնես, դու կհաղթես պատերազմը։ Քո տեսիլքը պետք է լինի պատերազմի հաղթելը, ոչ թե մարտի հաղթելը։ Այդ մարտերը միշտ են եղել, միշտ են լինելու։ Յուրաքանչյուր աղոթք մարտ է։ Յուրաքանչյուր փոքր աղոթք էլ եթե դու բարձրացնես, դու արդեն մարտի դաշտ ես մտած։ Դու պիտի դա անես, բայց չպիտի կենտրոնանաս այնքան, որ դու պատերազմը մոռանաս։ Իսկ պատերազմը լայնատարած պատերազմ է։ Ինքը գնում է քո մտքի վրա, քո ընտանիքի վրա, քո ամեն վայրում է գնում այդ պատերազմը։ Եվ դու պետք է արդեն մնաս, որ քո պաշտպանությունը տաս, խրամատում կանգնես, չքնես։ Այն սալդատը լինես, որ գիշերցերը գիտես, քո ավտոմատի տեղը գիտես, քո սպառազինության տեղը գիտես քո սապոգները ոնց են, գիտես այդ գրոպում հագնվել։ Գիտես ինքը որտեղից կարա խփի, դու ոնց կարաս պաշտպանվես, դու պիտի հարվածես ինչով, որտեղ է քո սուրը, ինչով ես դու սպառազինված։ Այդ ամենը դու պիտի ունակություն ունենաս, այդ ամենը տիրապետելու շատ կարճ ժամանակով։ Եվ այս աշխարհը մենք տեսնում ենք պատերազմներ, անհանգստություններ, վատ նորությունների հոսք։ Այս վատ նորությունների հոսքի դեմ ինչ կարա գործի։ Միայն մեր մտածելակերպը։ Մենք չենք պատկանում այս աշխարհին, այս աշխարհը պետք է իր հարցի լուծումը ստանա մի օր։ Մենք կարանք օգնենք այս աշխարհին աղոթքով, կանգնելով հիվանդների կողքին, օգնելով անտրամադիրներին, չգիտեմ, զոհվածների ընտանիքներին մխիթարություն բերելով։ Ամենտեղ կարանք մենք գործենք, բայց մենք պետք չի որ ընկնենք այդ դարդ ու ցավի մեջ, որտեղ Տերը ժամանակ կա, հա, ժամանակ կա եւ լացելու եւ ուրախանալու։ Մենք կարանք սքավորի հետ սուք անենք, ուրախացողի հետ ուրախանանք, բայց մեր գործը այդ մարտի մեջ չի, մեր գործը մեծ պատերազմն է։ Եվ այդ մեծ պատերազմի մեջ մեր միտքը ամենակարևորն է։ Եթե ինքը չկարողանա մեր միտքը գրավի, ինքը մեզ չի կարա գրավի։ Մեր միտքն է ամենատկար տեղը։ Ասացինք, որ սատանայի իշխանությունը մենակ մեր թույլտվությամբ է գալի մեր վրա, եւ ինքը երբ որ սկսում է ասի, որ դու մենակ ես, արդեն սկսում է հաղթել։ Երբ որ դու մոռանում ես, որ քո կողքը Աստված է, երբ որ մոռանում ես, թե ինչ է քեզ պաշտպանում, այսինքն ինչքան զորություն կա քո կողքը, որ քո կողքը հրեշտակները կարան գան հենց որ կանչես։ Հենց որ ասես Տեր, ես քո պաշտպանություն եմ, իմացի, որ սենց կրակ է թափում քո վրա։ Կայծակներ են իջնում երկնքից, դուք չեք տեսնում միգուցե դա։
Եղիսե Մարգարեն շատ հետաքրքիր են պատմության մեջ, որ իր աշակերտին ասում է. «Տեր, բացի իր աչքերը, թող տեսնի այս ամենը, ինչ որ մեր շուրջն է»։ Եվ աչքերի տեսիլք է տալիս Տերը եւ ինքը տեսնում է կրակե կարգեր են կանգնած ամբողջ սարերի վրա, ինչքան պաշտպանություն կար, բայց չէր տեսնում աշակերտը, որովհետեւ իր հոգեվոր աչքերը բաց չէին։ Բայց եթե հոգեվոր աչքերը բաց չեն, դա չի նշանակում, որ դա իրականություն չի։ Մենք էլ վստահենք Աստծուն։ Իսկ Աստծո խոսքն ասում է. «Ես քեզ չեմ թողնի եւ քեզ չեմ լքի»։ Դա մշտական խոստում է, ժողովուրդ ջան։ Դա այս պահի համար չի, որ ես նեղված եմ։ Այս խոստում, որ գրված է, ես քեզ չեմ թողնի եւ քեզ չեմ լքի։ Դա գրված է այս պահին մի րոպե հետո, 10 ժամ հետո, անընդհատ քո քնած ժամանակ, քո արթուն ժամանակ, քո ճանապարհին ամեն վայրում, ուրախ ես, զվարթ ես, տխուր ես, անտրամադիր ես, ամեն վայրկյանում Տերը քեզ հետ է։ Այս խոստումը կապ չունի մեր հոգևոր իրավիճակի հետ։ Այս խոստումը նշանակում է, որ Տերը միշտ մեր հետ է։ Ես քեզ չեմ թողնի եւ քեզ չեմ լքի։ Անընդհատ Տերը մեզ հետ է, անընդհատ, անընդմեջ, մենք իր մեջ ենք, ինքը մեր մեջ։ Անընդհատ, եթե դուք դա հիշեք, որ ես անընդհատ Հիսուսի մարմնի մեջ եմ։ Անընդհատ Հիսուսը իմ մեջ է, անընդհատ ես իր հոգով եմ շնչում։ Եթե այդ ամբողջը կարողանանք մենք մեր մեջ ձևավորենք այնպես, որ մեզ ամրեցնի, մեր անընդհատ մեր մտածելակերպը դրանով լվանալով, դուք մի օր կտեսնաք, որ դա ոչինչ չի հետաքրքրում այս աշխարհից։ Ամեն սարսափելիություն ձեր համար Okay, լավ չի, բայց դա չի նշանակում, որ դու այս պահին պետք է ընկնես, այդ փուճուր մարտի մեջ քեզ կորցնես։ Եվ Հռոմացիների 8:31 խոսքերն ասում են, եթե Աստված մեզ հետ է, ով կլինի մեր դեմ։ Ով կարա մեր դեմ, եթե Աստված մեզ հետ է։ Իսկ Աստված խոսք է տվել. ես քեզ երբեք չեմ լքի, ես քեզ երբեք չեմ թողնի։ Վերջ, Աստված միշտ մեր հետ է, մեր դեմ ոչ ոք չի կարա, որովհետև մեր Աստված երբեք չի լքի։ Այդ երկու բառերը մեզ հերիք են ընդհանրապես, որ հասկանանք, որ մենք ինչ լավ տեղ ենք գտնվում։ Ուղղակի մեր ներքին տրամադրությունը շատ ժամանակ թույլ չի տալիս։ Կարող է իրավիճակներից, կարող է ամեն իրավիճակից, աշխատանք ես փնտրում, չես գտնում, տխրություն է գալիս, երեխա դպրոցում լավ չի սովորում, տխրություն է գալիս, չգիտեմ, ճանապարհը լավ չի ստացվում, լավ չի։ Հայաստանում ինչ որ ընտրություններ են գնում, եկե նորից ընկանք այդ բաների մեջ, ստրեսների մեջ։ Մեր վրա ամեն բան կարող ազդի մեր տրամադրության վրա։ Բայց այս բառերը իրանց ուժը չեն կորցնում։ Այս բառերը ասված են, գրված են, հռչակված են, տարածված են քո վրա հենց այն պահից, երբ որ դու Հիսուսի զավակը դառար։ Այս ազդեցությունը ինքը չի կորցնում։ Դա մենք ենք դուրս գալի այդ ամեն ինչի մեջից։ Որովհետև անընդհատ է այդպես, որ Աստված մեզ հետ է եւ մեր դեմ ոչ ոք չի կարա։ Երբ որ ես դուրս եմ գալի այդ տարածքից ու մոռանում, այդտեղ տալիս եմ սատանային հնարավորություն, որ ինքը ասում է, այսի չի հիշում։ Մոռացել է հռոմեացիների խոսքը։ Այդտեղ ինքը սկսում է քո վրա կորցել։ Հռոմեացիների 8:28 խոսքը ասում է Աստծո սիրողների համար ամեն բան գործակցում է դեպի բարին։ Այս խոսքերը իմիջիայլոց իմ ամենասիրելի խոսքերն են, որովհետև ես այդպիսի մտածելակերպով եմ զինված, որ ես մտածում եմ կյանքի ամեն դժբախտություն Աստված ինձ համար բարիքի է օգտագործել, վերածել, եւ այդպես է շարունակվելու է։ Եվ ամեն իրավիճակի մեջ, երբ որ դուք տես նայեք, որ ասում է Աստված Աստծո սիրողների համար ամեն բան գործակից է դեպի բարին։ Այսինքն, այստեղ գրած ամեն բան, բայց կարելի է հասկանալ ամեն վատ բան նաև, հա, որտեղ ամեն բանի մեջ վատ բաներն են մտնում։ Ամեն բան կարելի է հասկանալ ամեն դժվար բան, ամեն դժվարություն, ամեն խոչընդոտ, ամեն բան։ Եվ եթե դուք հայտնում եք այդ ինչ որ դժվար իրավիճակների մեջ եւ այս բառերը հիշում եք, որ ամեն բան ինձ համար բարի է օգտագործել, դուք այդ ժամանակ այդ аэроպորտի ճանապարհին, որ մենք առաջ ասացի, չեք մտածի այդ մասին, որովհետեւ եթե թռիչքը առանց ինձ պիտի թռնի, Աստված ինձ բարին է անում։ Ես չեմ մտածի այդ թռիչքի մասին։ Ես կմտածեմ, որ Աստված ինձ պաշտպանում է, ամեն ինչ իմ բարիի համար է։ Ամեն ինչ։ Չկա մի բան, եթե ես ճշմարտության մեջ եմ, եթե ես իմ բաժինը անում եմ ու ինչ-որ մի բան չի ստացվում, ես չպետք է գնամ դրա հետևից։ Ուրեմն Աստծո կամքը դա է ինձ համար, իսկ Աստծո կամքը ինձ համար ավելի ճիշտ է ու ավելի բարի է։ Ամեն ինչ ինձ համար դեպի բարին է անելու Տերը։ Եվ թռիչքի բաց թողումը եւ ավտոյի փչանալը եւ ամեն բան, ինչ որ իմ շուրջը կատարվում է, որ կարող է մարդկային աչքերով դա լավ բան չի, Աստված քեզ համար, ինձ համար, բոլորիս համար բարին է վերածելու։ Չկասկածեք Աստծո վրա։ Կարակ ձեր վրա կասկածեք, բայց Աստծո վրա չկասկածեք։ Եվ այսօր պետք է մենք ընտրություն անենք,
ընտրություն կատարենք եւ չկերակրենք սատանային, չկերակրենք, չբնակեցնենք մեր միտքը վախով։ Չթույլ չտանք, որ մեր միտքը անընդհատ սարսափների, տագնապների, տեսիլքների, ինչ որ բան տեսանք, այն անգամ մի հատ վիդեո էինք գցել, որ մի հատ մարդ արմավիրում շատ տհաճ իրավիճակում մահամերձ պարկած էր։ Այդ վիդեոն նայողները ես պատկերացնում ինչ սթրեսների մեջ ընկան։ Բայց մենք թույլ չպետք է տանք, որ մենք անընդհատ սնվենք այդպիսի բաներով։ Մենք հասկացանք, ավելի լավ մի հատ աղոթենք իրանց համար, անցնենք գնանք, քանստը խորանանք հենց այդ կետի վրա։ Ինչքան ենք մենք սիրում վատ բաների վրա կենտրոնանալ, սքավոր մարդկանց հետ սուկ տանել, ինչքան ենք սիրում այն ամենատագնապալից բաները մեր վրա քաշել ու վախ ապրել, դա չարի ծրագիրն է իմիջայլոց։ Հենց այդտեղից էլ է գալի լիքը վախեր։ Ամբողջ օրը եվրոպական համացանցը խոսում է ատոմային բոմբերի մասին։ Հեսա ատոմային բոմբը գալիս է կամ Պարսկաստանից, կամ Ռուսաստանից, կամ Իսրայելից, կամ Ամերիկայից, մի խոսքով բոլորը ատոմային բոմբի մասն են խոսում։ Մենք ազդեցություն չունենք դրա վրա, վախենանք թե չվախենանք։ Իմ օրը կարա դրանով կորի, եւ ես ոչ մի ազդեցություն չունեմ այդ ամեն ինչի վրա։ Իմ ազդեցությունը կարող ամենակ լինի, որ ես աղոթեմ։ Բայց երբ որ ես անհանգիստ վիճակի մեջ եմ, ես սկսում եմ այդ ամեն ինչով տարվել, ես մոռանում եմ, որ պետք է աղոթեմ։ Ես նույնիսկ չգիտեմ ինչի համար պետք է աղոթեմ։ Չեմ էլ հասկանում, որ ինչն է ինձ պետք, որ ես աղոթեմ։ Մենք մոլորվում ենք ինքներս մեր ստացած ինֆորմացիաների մեջ։ Եվ արդեն սնուցում ենք սատանային։ Այ հենց այդ է, որ մեր միտքը թույլ ենք տալիս, որ ինքը նստի մեր մտքի վրա եւ արդեն վախով սնուցում ենք իրան։ Մեր աչքի տեսածով, ականջի լսածով ենք սնուցում իրան, սկսում ենք հավատալ այն նրան, ինչ որ տեսանք։ Փոխանակ ասենք, սպասի, Աստված ինձ ուրիշ բան է խոս տվել։ Եվ երբ որ մենք սկսենք ապրել նրանով, ինչ որ Աստված է մեզ խոս տվել, արդեն սկսում ենք մենք մեր էներգիան պահել, մենք մեր ուրախությունն ենք պահում, չենք տալիս սատանային վախը, տագնապը, անհանգստությունը, անվստահությունը, մեր հավատքը չի սկսում տկարանալ։ Մենք պահում ենք այդ ռեսուրսները հենց նրա համար, որ մեզ պետք են, հենց այն մեծ պատերազմի համար, որտեղ որ մենք գտնվում ենք։ Պահպանիր քո մտքերը, որովհետև դրանցով կպահպանես քո հավատքը։ Եվ ամենամեծ պատերազմը, թեկուզ մենք ասում ենք, չէ, աշխարհում այսպես պատերազմներ են եւ այլն, տեղի ունեն մեր մտքերի մեջ։ Ոչ մի ուրիշ տեղ։ Եթե մարդիկ դադարեին իրանց մտքերի գերի լինել, այդ պատերազմները չէր լինի։ Նայեք ամենամեծերին աշխարհի, իրանք ինչ են անում, իրանց մտքերի թելադրությամբ են անում։ Եթե իրանք իրանց մտքերը տիրապետեին, այս ամենը չէր լինի։ Մեկի մտքից մի միլիոն ժողովուրդ դժում է։ Մենք պետք է հասկանանք, որ մեր մտքերը զորություն ունեն եւ այդ զորությունը օգտագործենք Աստծո համար, Աստծո գործի համար օգտագործենք, Աստծո համար փառք բերելու համար օգտագործենք, ֆոկուսանանք ինչ կարամ ես այսօր անեմ Աստծո իշխանության համար, Աստծո արքայության մեջ, ինչ կարամ անեմ սրբության համար, ինչ կարամ անեմ ուրիշին օգնելու համար, ինչ կարամ անեմ Աստծո տունը լցնելու համար։ Այդ ամենով եթե մեր միտքը զբաղված լինի անընդհատ դրանով, մենք չենք ընկնի այս աշխարհի պատմությունների մեջ, որովհետև այս աշխարհը միշտ ա եղել պատերազմներով, գնացեք 100 տարի առաջ, եղել է առաջին համաշխարհային պատերազմը։ Գնացեք դրանից էլ 100 տարի առաջ, եղել է ֆրանսիական, եսիմ եվրոպական մեծ պատերազմներ եւ ահավոր քաոս ա եղել աշխարհի վրա։ Նորից 100 տարի առաջ նույն բանն ա եղել։ Այս աշխարհը տարբեր ձևի պատերազմներով անընդհատ եղել է։ Անընդհատ նույն բանն ա եղել։ Բայց նաեւ եղել է Հիսուսը, որ հույս ա տվել մարդկանց։ Եվ մենք էլ այս դարաշրջանի հույսը եւ հավատը պահողներն ենք, պահապաններն ենք։ Երկրորդ Թեսաղոնիկեցիների երկրորդ գլուխ առաջի 3 խոսքում Պողոսն ասում է. «Թույլ մի տվեք, որ ձեզ հեշտությամբ շփոթեցնեն կամ վախեցնեն, թող ոչ ոք ձեզ չխաբի»։ Տեսեք, շփոթություն, վախեցնեն, ասում թույլ մի տվեք դա։ Ինչի համար է սա ասում, որովհետև հենց դրանից է սկսվում է, ինչ որ խոսում ենք, տեսեք Աստվածաշունչը լիքն է եւ խոստումներով, եւ զգուշացումներով։ Եվ բոլոր առաքյալները, բոլոր գրքերի մեջ գրված է զգուշ եղեք, արթուն կացեք, ուշադիր եղեք եւ այլն, դա իզուր չի գրված, նշանակում է կա վտանգ։ Մենք այդքան արխային չպետք է ապրենք, մենք այդքան սենց հանգիստ չպետք է լինենք։ Մենք պետք է այդ խորամանկությունը պահենք մեր մեջ, միամտությամբ չզինվենք։ Միամտությունը մեզ պետք է, երբ որ մենք հավատքի մեջ ենք մտնում, երբ որ Աստծո գիրկն ենք, այդ ժամանակ կարող միամտանանք։ Բայց երբ որ մենք մտնում ենք աշխարհ, մենք պետք է օծի խորամանկությամբ զինվենք։
Մենք չենք կարող մտնենք օծի աշխարհ միամիտ աղունիկի դերքով, չենք կարող։ Մենք պետք է այդ օծի խորամանկությամբ զինվենք աշխարհի մեջ եւ աղունիկի միամտությամբ մտնենք եկեղեցի, սпасելով սեր, տալ սեր։ Եվ մենք կարող միշտ մեզ հարց տանք, արդյոք Աստված այդպես ասեց, արդյոք Աստծո խոստումները այդպիսին են, արդյոք ես գիտեմ այդ մասին Աստվածաշնչից։ Ամեն պատմություն, որ մեր շուրջը ֆրֆռում է, մենք կարանք 100% ստուգենք Աստվածաշնչից։ Չկա մի բան, որ մեր կյանքում գա եւ Աստվածաշնչում դա չլինի։ Բացառվում է։ Բացառվում է, սկսած բանկային հարաբերություններից, տոկոսով վերցրած փողերից, տոկոսով տված փողերից, առևտրից, բիզնեսներից, պետության հետ համագործակցություններից, ծառայություններից, ամեն ինչի մասին կա Աստվածաշնչում։ Բացառվում է դուք մի հատված գտնեք աշխարհի վրա, որը որ չկա Աստվածաշնչում։ Ստուգեք Աստծո խոսքով, ինչ է ասում Աստվածաշունչը դրա մասին։ Եվ մենք այդ սերմերը, որ ասում է, չէ, որ սերմերի առակը կա, որ ասում է այդ սերմերը ընկան եւ տարան։ Եվ այդ սերմերի առակը ինքը գործող առակ է։ Ինքը նես չի, որ դու մի անգամ կայունացար, էլ չի քանդվի քո վրա ոչ մի բան։ Հենց այդ ամենակայուն վայրը, նաև Աստվածաշունչում ես պահին չեմ բերել այդ խոսքը, բայց ասում է, այն պահին, որ դու քեզ շատ կայուն ես զգում, դու շատ ամենավատ տեղում ես։ Մենք պետք է անընդհատ մեր վրա աշխատենք։ Մեր ֆունդամենտը անընդհատ այդ ժայռի վրա սարքենք, ամրեցնենք շարունակաբար մեր ֆունդամենտը։ Մի քիչ էլ ամրեցնենք, մի քիչ էլ ամրեցնենք այդ ժայռի վրա։ Ոչ թե արխայնանանք, որ մի հատ կառուցել ենք, всё, այդ ջեր չենք տալիս։ Ոնց որ քո սեփական տունը դու կառուցում ես եւ սկսում ես ավելի ու ավելի ու ավելի ձևավորել, դասավորել, էստել սարքեմ, այդ այնց է մենք պիտի մեր հոգեվոր տանը հետ վարվենք։ Երբ որ ֆունդամենտը գցել ենք, դա չի նշանակում որ ավարտվել է։ Ֆունդամենտ գցել դա նշանակում է դու հիմք ես դրել ճիշտ տեղ։ Բայց այդ ճիշտ տեղը պիտի կարողանաս մնաս։ Այդ մնալու հմտությունն է, որ մենք պիտի ձեռք բերենք եւ էլ ոչ թե միայն չդուրս գանք այդ տարածքից, այլ մեր մտքերով կարողանանք հաղթել ամեն մարդ, որ մեր առաջ դրված է։ Եվ քրիստոնյա լինելը մեր համար մենակ խոսքերով չի։ Տերն ասում է, ոչ ամեն մեկը, որ ինձ ասում է Տեր, Տեր, պիտի մտնի երկնքի արքայություն, այլ նա, ով կատարում է իմ հոր կամքը։ Եվ մենք պետք է օգտագործենք մեր հմտությունները։ Մենք սկզբից ասացինք, որ երբ որ մեր մտքերը լցվեն միայն Աստծո գործերով, մեզ չի կարա սատանան խաբի։ Իսկ երբ է մեր միտքը լցվում Աստծո խոսքերով, երբ որ մենք աղոթում ենք, երբ որ մենք Աստծո ժողովրդի մեջ ենք, երբ որ մենք աստվածային ծառայության մեջ ենք, երբ որ մենք կարդում ենք Աստվածաշունչ, երբ որ մենք փառաբանության եւ երկրպագության մեջ ենք, եթե մենք անընդհատ այդ process-ի մեջ ենք, մեր միտքը չի կարա ուրիշ բանով զինվի։ Մեր միտքը կենթարկվի մեզ։ Մենք գործունեությամբ կլցնենք մեր միտքը, ինչպես որ ասացի, ինստիտուտի ավարտականի նման պետք է նստենք, սովորենք, մի գլուխը բացենք Աստվածաշնչի, տեսնենք ինչ ենք հասկանում, նստենք, սովորենք, ջանք գործադրենք, որպեսզի դա դառնա մեր էության անբաժան մասը, որ դա դառնա մեր տիտլը, հա, մենք այդ տիտղոսին արժանանանք, այդ տիտղոսը մեզ նախորոք հատրվի առանց մեր գիտության, առանց մեր իմաստության։ Մենք դարձել ենք Աստծո զավակ առանց հասկանալու դա ինչ է նշանակում։ Իսկ հիմա պետք է մենք վաստակենք այդ զավակ լինելու տիտղոսը, որովհետև Աստծո թագավորի զավակ լինելը իր հետ ունի նաև պարտավորություններ։ Ոչ մի Աստծո զավակ առանց պարտականությունների չի։ Մենք էլ ունենք մեր պարտականությունները, այդ պարտականությունները պետք է սկսենք սովորել, պետք է սովորենք ոնց ենք նստում ճաշի սեղանին, ոնց ենք ինչ ենք անում, հա, հոգևոր դաշտի մասին եմ ես իհարկե խոսում, հա, այդ հոգևոր հասկացողությունը, եթե դու նոր դիտողս ես ստանում, նոր գրասենյակ ես մտնում, այդ գրասենյակում պետք է սկսես նոր ձևով աշխատել, հասկանաս ոնց այդ ամբողջ ֆունկցիաները, այդպես է մենք պետք է Աստվածաշունչը հասկանանք ինչ է ասում մեզ Տերը։ Սուրբ Հոգուն խնդրենք, որ մեզ անընդհատ բացի, այդ հայտնության հոգով ապրենք, հայտնությամբ, ոչ թե կարդանք կարդալու համար ասենք, օ, այսօր 10 էջ կարդացել եմ, իմաստ չունի քո 10 էջ կարդալը։ Լավ, մի էջ կարդաս, բայց հայտնությունով կարդաս հասկանալով, կետ առ կետ, հասկանալով ինչա կոնկրետ ասում, ինչի մասին է խոսքը, որտեղ են ստեղ թակարդներն ու բանալիները, որ դու կարողանաս ճիշտ ձևով քո համար հասանելի բաները ընկալես։ Եվ մենք տարբեր լեվելների մեջ տարբեր ընկալում կարանք ունենանք, բայց եթե մենք պետքա իրոք մենք պետքա շատ պարապենք, դիսցիպլինա ունենանք։
Եթե դու չունես դիսցիպլինա Աստծո խոսքը կարդալու մեջ, եթե չունես դիսցիպլինա աղոթքի մեջ, եթե չունես դիսցիպլինա քո հոգևոր կյանքում փառաբանությունը եւ երկրպագություն անելու, եթե չունես դիսցիպլինա հատուկ ծառայությունների մասնակցելու, քո հավատքը գողանալու է սատանան։ Դառնալու է այն սերմերի նման, որ սխալ տեղ ցանվեցին եւ սատանան եկավ գողացավ ասում է։ Կամ էլ փշերը խեղդեցին, հոգսերը խեղդեցին, կամ աշխարհի հաճույքները տարբեր ձևա նկարագրված։ Մենք պետք է անընդհատ մեր հավատքը նաև զարգացնենք։ Այդ սերմը, որ դրված է, ջրենք, փայփայենք, պահենք, ոնց ենք այդում այդ այգիները, որ տնկում եք, չէ, ինչքան ամբողջ ամառը աշխատանք ենք վարում, որ մի հատ երկու հատ կարտոշկա դուրս գա տեղան։ Այդ ձևը մենք մեր սերմը պիտի պահենք, այդ սերմը, որ հավատք է կոչվում։ Ինչ որ սերմ դրվել է մեր մեջ, այդքան փայփայենք, տեսնանք, էլ ինչ կարանք բերենք որպես պաշար, որ այդ պտուղը պին դառնա, որ հանգարց չգողացվի։ Մենք պետք է զորանանք Տիրոջով։ Աթագավորների 36 խոսքում է ասում, Դավիթը զորացավ իր Տեր Աստծով։ Դավիթի դեմ ելել էին բոլորը, ամբողջ իր զորքն են հելել իր դեմ, որովհետև իր թագավորության ամբողջ կանանց եւ երեխաներին գերի էին վերցրել եւ նույնիսկ իր հարազատ աֆիցերները ամենամոտիկ մարդիկ իր դեմ էին հելել եւ իրան ուզում էին քարկոծեին։ Եվ ինչ արեցինք, ինքը Աստծո մոտ գնաց, ինքը զորացավ Աստծով, եւ Աստծոց խոստացավ, որ գնա եւ ամեն ինչ կվերադարձնես, եւ ինքը ամեն ինչ վերադարձրեց։ Եվ ինքը կանգնած էր մենակ, եւ մենք մեր մեջ էլ կարա լինի այդպես։ Ամենամոտիկ մարդիկ կարան մեզ թողեն։ Մենք կարանք լքված լինենք բոլորի կողմից, բայց մենք երբեք լքված չենք Աստծո կողմից։ Մենք միշտ կարան գնանք իր մոտ եւ ինքը մեզ կզորացնի։ Մենք պիտի վարժեցնենք մեր հավատքը։ Թիմոթեոսի 4:7 խոսքում ասում է. «Վարժեցրու ինքդ քեզ աստվածապաշտության մեջ, վարժեցրու ինքդ քեզ աստվածապաշտության մեջ»։ Հետաքրքիր խոսքեր են, որ դու կարաս պիտի քեզ վարժեցնես։ Այդ ինչ որ մենք հիմա ասում ենք, դիսցիպլինա ունենաս, ոնց են վարժեցնում։ Վարժեցնում են անընդհատ նույն process-ը անելով, կամ միգուցե ոչ անընդհատ նույն process-ը, բայց ընդհանրապես այդ նույն տեսիլքով ապրելը, հա, չմոռանալով աղոթելը, չմոռանալով Աստծո համար բարի գործ անելը, չմոռանալով, որ դու մեզ պատկանում, մտքերը ղեկավարելը։ Այդ ամենը պատկանում է սրա մեջ, որ մենք պետք է վարժեցնենք մենք աստվածապաշտության մեջ ապրելը։ Որտեւ ամեն ինչ մարզում ենք, մեր մարմինը մարզում ենք, մեր աշխատանքի հմտությունները մարզում ենք, շատ ենք սիրում աշխարհին ցույց տանք ինչքան լավ բան մենք գիտենք, բայց մենք պետք է մարզենք աստվածաշնչյան գիտելիքները, աստվածապաշտություն պետք է վարժենք մեր մեջ, երկրպագություն պետք է վարժենք մեր մեջ պետք է վարժենք ապաշխարություն, ամենակարևոր բանը, ամեն օր ապաշխարեք, ամեն օր, դուք չգիտեք վաղվա օրը երբ է լինելու, եթե չեք հասցրել այսօր ապաշխարեք, ուրեմն մտածեք, որ կարող է այսի վերջի օրը լինի, դու չես իմանում վաղվա օրը ինչ է բերելու իր հետ, բայց քո ապաշխարությունը թող լինի քո անբաժան մասնիկը, դա ոչ թե լինի հատուկ ինչ-որ արարողություն, այլ ապաշխարությունը լինի քո առօրյայի ամբողջ օրվա մասը, եւ դու չես ընկնի այդ մտքերի հետ ապաշխարեցի թե չապաշխարեցի, որովհետեւ դա քո անբաժան մասնիկն է։ Մենք չպետք է բռնվենք դրանով, որ մենք մեղավոր ենք, դա չեմ ես ասում, բայց ամեն հաղորդության մեջ Աստծո հետ մենք հասկանանք, որ ինքը ինչքան մեծ է։ Այդ հասկացողության մեջ, որ ինքը ինչքան մեծ է, այսօրվա իմ խոսքերն են նրանք, որ երբ որ մենք գիտակցում ենք, ինչքան է ինձ Տերը ներել է ինձ 500 արծաթ, թե 50 արծաթ։ Ես այնքան լավն եմ, որ ինքը 50 աներ է, թե ես այնքան վատն եմ, որ 500 աներ է։ Ես այնքան վատն եմ, որ ինքը 500 աներ է։ Բայց վատը չեմ, որ ես վատն եմ, այլ իմ մեղքի քաշը այնքան շատ ա եղել եւ իր շնորհը այնքան մեծ է ինձ համար։ Եթե ես այդ մտածելակերպով լինեմ, ես անընդհատ կլինեմ ապաշխարության մեջ, որովհետեւ ես կփորփրեմ, որ հանկարծ իմ Տիրոջը մի բան չլինի, որ ծածուկ մնացած լինի։ Ես ինքս ինձ անընդհատ կզննեմ։ Ես ինքս կընկնեմ բանով, նաչնիկներով, ինչ են ասում դրանց լուսա հեղի չեն ասում, ինչ են ասում։ Ինքս իմ մեջ ամեն ինչ բան կգամ։ Իմ մտքերի, իմ անցյալի, իմ գործած բոլոր քայլերի, ամեն ինչի մեջ կգտնեմ մի բան, որ կասեմ, ես էլ եմ բերելու Աստծո առաջ, ես էլ եմ բերելու, որ հանկարծ սատանան չիմանա, որ ես մի բան թաքուն եմ պահել, որովհետև դա կարա իմ դեմ օգտագործվի։ Վստահիր Աստծուն։ Հուդայի 24:25 խոսքում ասում է, նա կարող է ձեզ պահել, որպեսզի չսայթաքեք։ Մեր ապահովությունը մեր մեջ չի։
Տերը կարա մենակ մեզ պահի, որպեսզի չսայթակենք։ Եվ եթե մենք վստահ լինենք նրանում, որ Տերը մեզ պահում է, մենք չենք սայթակի։ Մենք սայթակում ենք այն ժամանակ, երբ որ մենք մեր վրա ենք հույս դնում, երբ որ մենք մոռանում ենք, որ մեր Տերն է մեր Աստված։ Մենք պատկանում ենք Տիրոջը, եւ մենք պատկանելիությունը անդադ Էսյանեյան տանելով մենք ինքս գցում ենք մեզ փորձանքների մեջ։ Մեր սայթակումները զուտ մեզանից են։ Զուտ մեզանից։ Եվ այսօր ինձանից խորհուրդ մտածեք, ինչն է որ անցյալից ձեր վրա դեռ գործում է։ Ես մի քանի օրինակներ կտամ, որ դուք ստուգեք ձեր մտքերի վրա, ինչ կարա գործի ձեր մտքի վրա անցյալից, որը որ այդ սուտն է, եւ թույլ է տալիս, որ մենք ինչ որտեղ գնանք, սնուցենք սատանային։ Օրինակ, գուցե կամ իմ միտք որ ասում է ես երբեք չեմ փոխվի, կամ Աստված ինձ մոռացել է, կամ իմ կյանքում այլևս ոչինչ չի փոխվի, ես արժանի չեմ Աստծո սիրուն, ինձ երբեք ոչ ոք չի սիրել, ես ձախորդ ընտանիքից եմ, ես անբախտ եմ, Աստված չի լսում իմ աղոթքը, բա ես դες չեմ կարող աղոթեմ, իմ դեմ միշտ դռները փակ են, մեր ընտանիքը անբախտ ընտանիք է, այդ ընդ լիքը բաներ, մենք աղքատ ենք եղել միշտ, տենց էլ կմնա, փողը ինձ չի սիրում, այնքան տենց լիքը բաներ, ինչ ստեր են, որ ձեր մեջ ձևավորվել են եւ այսօր էլ դուք դրանով ապրում եք եւ այդ սուտը տիրում է ձեզ։ Բայց այսօր կանգնի դրա առաջ եւ ասեմ բավական է, ես չեմ համաձայնվում այս ստի հետ։ Ես ընտրում եմ հավատալ Աստծո խոսքին, որովհետեւ Աստվածաշունչը հակառակն է ասում, որ ասում է տեղ մի տուր սատանային, տեղ մի տուր եւ դուռը փակի, վռնդի իրան։ Այդ ստերի առաջը կանգնի ասա ես այսօրվանից հրաժարվում եմ քեզանից սուտ, ստուգի որ սուտն է որ քեզ իշխում է, որ սուտն է որ դու մերժված ես, որ սուտն է որ դու արժեք չունես, որ սուտն է որ դու աղքատ ես, որ սուտն է որ դու մեղավոր ես, որ դու դատապարտված ես, որ դու հիվանդ ես, որ սուտն է որ իշխում է քեզ, որ դու ամբարիշտ ես, որ դու բարկացված ես, ամեն ինչ կարա քեզ սատանան պատմի։ Հրաժարվի եւ ասա ոչ, ես քեզ տեղ չեմ տալու, ես վերցնում Աստծո խոստումը։ Ես կատարելության ճանապարհին եմ, բայց ես արդարացված եմ, մաքրված եմ Հիսուսով։ Իմ արդարացումը մաքրվելը ինձանից չի, դա Հիսուսից է։ Իմ ընդունելն է մենակ նրանից, որ ես դի ընդունեմ նաեւ, որ ես այն մարդն եմ, որը որ Տերն է խոս տալիս եւ ոչ այն մարդը, որը որ սատանան է ինձ պատմում։ Եկեք աղոթենք, որ Տերը մեզ օգնի եւ ավարտենք այսօրվա քարոզը, որպեսզի Տերը մեզ օգնի մեր մտքերը ճիշտ դասավորենք, ճիշտ տիրապետենք եւ լինենք իրան հավատարիմ, ինչպես որ ինքն է հավատարիմ։ Հայր մենք օրհնում ենք քո սուրբ անունը, մեծարում ենք քեզ Տեր, շնորհակալ ենք օրհնված Աստված, որ թագավորությունը Տեր ջան քո ինքան մեծ է, որ քո զավակների համար տներ ես սարքել Տեր ջան։ Անսահման տեղ ունես Տեր ջան մեր համար։ Քո երկնային դռները բացել ես, ասում ես եկեք իմ երեխեք, եկեք իմ երեխեք։ Ների մեզ Տեր ջան, որ մենք մոռանում ենք, թե ում ենք պատկանում։ Ների մեզ Տեր ջան մեր տկարությունները։ Ների մեզ մեր այդ մտքերը Տեր ջան, որ թույլ են տալիս, որ սատանային սնուցենք Տեր ջան, որ ինքը վախով սնվի, որ ինքը անվստահությամբ սնվի։ Տեր օգնի մեզ Տեր ջան, ուղիղ հակառակը անենք։ Օգնի մեզ, որ մեր վահանը դնենք հավատքի եւ ասենք սատանա քո բոլոր կրակենետերը այս վահանին են հագնելու։ Օգնի մեզ Տեր ջան, որ մեր փրկության սաղավարտը մեր գլխից չիջնի Տեր ջան, որ մեր մտքերը անընդհատ պաշտպանված լինեն Տեր ջան։ Սուրբ Հոգի Տերս առաջնորդի մեզ։ Ցույց տուր զանազանություն բեր Տեր ջան մեր վրա, որ մենք այդ խորամանկ օծին շատ շուտ ճանաչենք Տեր ջան, որ մեր ականջի ծայրով նույնիսկ այդ ձայնը լսելի եթե լինի, մենք արդեն զգանք ում ձայնը։ Որ մեր միտքը անգամ չկարողանա ինքը մի փոքր հատված էլ գրավի Տեր ջան։ Օգնի մեզ Տեր ջան, որ մենք մեր սրտերը Տեր ջան անվտանգության մեջ պահենք, այն վայրում, որտեղ որ քեզ ենք տվել Տեր։ Եվ այդ մռնչացող առունձին Տեր ջան, ոչ թե փախնենք իրանից, այլ հակառակվենք Տեր ջան, հանդիմանենք, ինչպես որ դու ասել ես։ Ես հաղթել եմ իրան, դուք միայն պետք է հանդիմանեք։ Եվ այդ պարտվածին Տեր ջան, մենք պետք է ցույց տանք, որ ինքը պարտվել է։ Եվ մենք պետք է համարձակ լինենք Տեր ջան, դիր մեր մեջ խիզախություն, դիր մեր մեջ զորություն Տեր ջան, դիր մեր մեջ ունակություններ Տեր ջան, որ մեզ հենց այդ պահին պետք են Տեր ջան։ Խաղաղությամբ զինի մեզ Տեր ջան, ուրախությամբ զինի մեզ Տեր ջան, որ այս աշխարհի մոլորություններն ու ամեն տեսակի խաբեությունները մեզ չկարողանան գցեն տխրության եւ սքի դաշտ Տեր ջան։
որ մեր շուրջը 1000 հոգի կընկնեն, 10000 հոգի կընկնեն, Տեր ջան, բայց մեզ ոչինչ չի պատահի։ Մենք կրակի միջով կանցնենք, ոչինչ չի պատահի, Տեր ջան, որովհետև դու, Տեր ջան, մեր հովիվն ես, մեր բարի Աստվածն ես, մեզ մահվան շքից հանողն ես, Տեր ջան, մեր այգիները կանաչացնողն ես, Տեր ջան, ամեն ինչ քո ձեռքերի մեջ ա, Տեր։ Տեր, ես այսօր աղոթում եմ բոլորիս համար, որ մենք այդ հավատքի նոր ուժ ստանանք, Տեր ջան, նոր օծություն գա մեր վրա, Տեր ջան, հավատքի նոր ամրություն գա մեր վրա, Տեր։ Մեր արմատները, որ կառուցել ենք այն ֆունդամենտի վրա, որի անունն է Հիսուս Քրիստոս, էլ ավելի ամրանան, Տեր ջան։ Մեր տունը էլ ավելի ամուր դառնա, մեր պարիսպները, Տեր ջան, Երուսաղեմի պարիսպների նման բարձրանան, Տեր ջան։ Եվ մենք էլ այսօր Նեհեմիայի նման, Տեր ջան, այն պարիսպները կառուցենք, որոնք որ քանդվել են, Տեր ջան, մեր մտքի շուրջ, մեր ընտանիքի շուրջ, մեր քաղաքի շուրջ, կառուցենք այն պարիսպները, Տեր ջան, բարձրացնենք նրանց, Տեր, միասին պետք է անենք, Տեր, որովհետև դու քո ժողովրդին ասես միասին գործեք։ Եվ մենք, Տեր ջան, միաբանված ասում ենք, Տեր, մենք այսօր սկսում ենք կառուցել, քանդում ենք չարի յուրաքանչյուր ծրագիրը եւ կառուցում ենք քոնը, Տեր ջան։ Քանդում ենք հինը եւ նորն ենք կառուցում, Տեր ջան։ Քանդում ենք այն թուլացած պատերը եւ կառուցում ենք նոր ստաբիլ պատեր, Տեր ջան։ Այնտեղ որ տկարությունն է, հրաժարվում ենք, վերցնում ենք քո զորությունը, Տեր ջան։ Դավթի նման, Տեր ջան, որ քարկոծության տակ ինքը չհանձնվեց, ասեց ես կվերադարձնեմ։ Մենք էլ կվերադարձնենք այն ամենը, ինչ սատանան երբևէ է տարել է։ Քո փառահեղ անվան տակ, Տեր ջան, որ քո փառքը երևա մեր կյանքում։ Հիսուս Քրիստոսի թանկ անունով աղոթեցի, ամեն։